Շարունակում ենք Կորինթացիների մեր ուսումնասիրությունը նամակի եւ այսօր պետք է ուսումնասիրենք 16-րդ գլուխ 5-ից 12 համարները։ Եկեք նախ կարդանք եւ անցնենք մեր բացատրությանը։ Արդ ես ձեզ մոտ կգամ, երբ Մակեդոնիայով անցնեմ, որովհետեւ Մակեդոնիայի միջով պիտի անցնեմ։ Եվ հնարավոր է ձեզ մոտ մնամ եւ ձմեռն անցկացնեմ, եւ դուք ինձ ճանապարհեք, ուր որ գնալու լինեմ, որովհետեւ չեմ ուզում ձեզ հիմա հարևանցի տեսնել, այլ հույս ունեմ, որ մի որոշ ժամանակ կմնամ ձեզ մոտ, եթե Տերը թույլ տա։ Առայժմ Եփեսոսում եմ մնալու մինչև Պենտեկոստե, որովհետեւ մեծ եւ արգասավոր դուռ է բացված ինձ համար, եւ հակառակորդները շատ են։ Հիմա եթե Տիմոթեոսը գա, այնպես արեք, որ աներկյուղ լինի ձեզ հետ, որովհետև նա Տիրոջ գործն է կատարում, ինչպես եւ ես։ Ուրեմն չլինի, որ մեկն արհամարի նրան, այլ խաղաղությամբ ուղարկեցեք նրան, որ ինձ մոտ գա, որովհետև եղբայրների հետ միասին նրան եմ սպասում։ Ինչ վերաբերվում է Ապողոս եղբորը, շատ խնդրեցի նրան, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց չկամեցավ գալ։ Բայց կգա, երբ հարմար ժամանակ ունենա։ Ամեն։ Այս հատվածը պարունակում է, ավելի շուտ չի պարունակում որևէ կոնկրետ ուսուցում կամ հորդոր։ Բացառությամբ Տիմոթեոսին ընդունելու վերաբերյալ 11 համարը։ Այս 8 համարները գրված են ավելի շուտ բացատրական տեսքով, սակայն դրանցից կարող ենք շատ բան սովորել։ Այն, ինչի մասին Պողոսն այստեղ խոսում է, վերաբերվում է Տիրոջ գործին, որի մեջ բոլոր քրիստոնյաները պետք է աշխատեն, ինչպես ասած արդեն 58-րդ համարում, 15-րդ գլուխ։ Ճիշտ այնպես, ինչպես անում էին Պողոսն ու Տիմոթեոսը։ Օրինակ 16-րդ գլուխ 10 համարում ասում է. Հիմա եթե Տիմոթեոսը գա, ասում է վերջում ավելացնում է, չէ՞, նա նույն գործն է անում, ինչպես եւ ես։ Աստծո գործը հիմնականում բաղկացած է ավետարանչությունից եւ հոգեվոր կառուցումից։ Սրանք հենց Հիսուսի ծառայության երկու հիմնական կողմերն էին։ Մարդու որդին եկավ, ինչ է ասում Ղուկաս 9:10, մարդու որդին եկավ փնտրելու եւ փրկելու կորածին։ Ավելին, իր ծառայության 3 տարիների ընթացքում Հիսուսը ջանասիրաբար ուսուցանում էր իր աշակերտներին։ Մինչև իսկ իր համբարձումը նա շարունակում էր նրանց հետ խոսել Աստծո արքայության մասին։ Գործ կառաքելոց 1:3-ում տեսնում ենք, նա նույնպես համբարձվելու պահին նույնպես խոսում էր եւ քիչ հետո համբարձվեց։ Նա ավետարանը քարոզում էր նրանց, ովքեր ոչինչ չգիտեին դրա մասին, եւ ուսուցանում էր նրանց, ովքեր արդեն գիտեին։ Իր ծառայության ընթացքում Հիսուսը կորածներին քարոզելուց անցավ փրկվածներին ինչ անել ուսուցանել։ Եվ սա որպես կատարյալ օրինակ պետք է լինի յուրաքանչյուր հովվիս երեցի համար։ Նախ քարոզել անհավատին եւ հետո փրկվելուց հետո ինչ անել ամրապնդել։ Ոչ թե միայն կիրակից կիրակի քարոզել, այլ շաբաթվա ընթացքում էլ վարդապետություն սովորեցնել, խոսքի ուսումնասիրության մեթոդները եւ այլն։ Այս երկու առաջադրանքները մեծ հանձնարարության էությունն էին, ինչ ասեց Մատթեոս 28-րդ գլուխ 19-20 համարում։ Ուրեմն գնացեք եւ աշակերտներ դարձրեք բոլոր ազգերին, ավետարանը քարոզելով, մկրտելով նրանց հոր եւ որդու Սուրբ Հոգու անունով։ Սա ավետարանչությունն է։ Եվ հետո շարունակում է սովորեցնելով նրանց պահպանել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի, իսկ սա արդեն աշակերտությունն է։ Նախորդ գլխի վերջում Պողոսը հստակեցնում է, որ երբ մենք իսկապես կատարում ենք Աստծո գործը, մեր աշխատանքն ապարդյուն չէ 58 համարում։ Այնինչ կորչի իզուր, այն տեսեք, չի կորչի իզուր տեղը, այս մտքով ասեմ, չի կորչի իզուր չի լինի, որի մասին խոսում է Պողոսը պարզապես անդադար զոհաբերություն չէ, այլ եռանդուն աշխատանք եւ բուռն ջանասիրություն է։
Քեմբել Մորգանը գրում է, ասում է, Պողոսը նկատի ունի այնպիսի աշխատանք, որը ենթադրում է զոհաբերական մինչև արյուն թափելու չափ աշխատանք, որը սպառում է անգամ մեր ուժերը եւ հանգեցնում է հյուծվածության։ Մարդ կարող է իրականում շատ ակտիվ լինել իր կյանքում, ամեն օր աշխատել, բայց ոչինչ չանել Տիրոջ գործի համար։ Իսկ առավել ցավալի է, երբ մարդը ամեն առումով անհույս լոդր է լինում։ Եթե մեր կատարած աշխատանքը մեզ համար քիչ նշանակություն ունի, եւ եթե այն կատարվում է ըստ մարմնի կամ կիսասիրտ կերպով, դժգոհ սրտով, ապա այդպիսի աշխատանքը երբեք արդյունավետ չի լինի Տիրոջ համար եւ փառք չի բերի նրան։ Թեև նման գործը կատարում է Տիրոջ անունով, այնուամենայնիվ այն ապարդյուն է, եթե մենք անսիրտ չուզենալով մի բան ենք անում։ Տեսեք, շենքը ինչպես է շենքի կառուցումը, ճարտարապետական նախագիծ է պետք, շինարարական նորմեր են պետք, չէ՞, որ պետք է համապատասխանի դրան։ Նախքան շահագործման հանձնելը, երբ որ շենքը շահագործման են հանձնում, այն պետք է ընդունվի հանձնաժողովի կողմից, որը ստուգում է արդյոք բոլոր պահանջները կատարվել են։ Նույն կերպ իրականացվում է նաև եկեղեցու Տիրոջ համար կատարվող աշխատանքը։ Այդ ամեն ինչը process է անցնում է, տեսնում է, չէ՞ Տերը, արդյոք մեր սիրտը իրոք կամենում էր, արդյոք մենք փափագ ունենք, սրտանց էր, թե կեղծավոր էր, լոդր չուզենալով։ Որպեսզի մեր գործն իսկապես Աստծո գործը լինի, այն պետք է համապատասխանի Աստծո ծրագրին եւ Սուրբ գրքում սահմանված չափանիշներին։ Ավելին, մեր գործը պետք է ենթակա լինի աստվածային մշտական հսկողության եւ Սուրբ Հոգու քննությանը։ Պետք է ձգտենք մեզ Աստծուն ներկայացնել որպես անարատ աշխատողներ, ինչպես Պողոսը Տիմոթեոսին երկրորդ նամակում 15-րդ գլխում ասում է երկրորդ գլուխ, ասում է, որ պետք է մենք անարատ լինենք, անբիծ լինենք Աստծո գործում։ Եվ Աստծո գործը Աստծո սահմանած կերպով կատարելը նշանակում է ինչ կառուցել ոսկով, արծաթով եւ թանկարժեք քարերով։ Հիշում եք առաջի Կորինթացիների 3-րդ գլուխ 12 համարը։ Եթե մենք իրոք այդ ամենը անում ենք սրտանց ջանասիրաբար Աստծո կամքի մեջ խոսքից դուրս չգալով, մենք ինչ ենք անում, պատվական քարերով ենք կառուցում։ Իսկ եթե այդ ամենը Աստծո խոսքից դուրս է, մենք մեր մտահաղացումներով, մեր պատկերացումներով ենք ուզում իբրև թե Աստծուն ծառայել, դա ասում է փայտ խոտ եղեգ է, այսինքն վառվող է, այրվող է։ Հենց այսպիսի նվիրյալ եւ հոգեվոր ծառայության մասին է խոսում Պողոսը այս հատվածում, բացահայտելով մեզ համար մի քանի սկզբունքներ, որոնք բնորոշ են Աստծո գործի պատշաճ կատարումը։ Գլխավոր միտքը մեր տեքստի հետևյալն է. Աստծո գործին պետք է ծառայել իր մեթոդներով եւ փոխադարձ աջակցությամբ չնայելով խոչընդոտներին։ Կրկնեմ, Աստծո գործին պետք է ծառայել իր մեթոդներով եւ փոխադարձ աջակցությամբ չնայելով որոշ խոչընդոտների, որը կգա։ Եվ այդ գործի ծառայության համար առաքյալը նկարագրում է հենց 6 մեթոդ, որը առաջինն է ծառայության տեսլական մենք պետք է ունենանք 5-րդ համարում, ճկունություն, այսինքն խորագիտություն պետք է ունենանք 6-րդ համարում, ծառայության մեջ մանրակրկիտ աշխատանք պետք է ունենանք 7-ից 8 համարում, հակամարտությունը ընդունենք որպես մարտահրավեր, այլ ոչ թե կոտրվենք 9-րդ համարում, համագործակցության ոգի պետք է ունենանք, այսինքն հարգելով, սիրելով մեր հովին եւ իր կողքը կանգնելով եւ ուրիշների հանդեպ զգայունություն պետք է ունենանք 12 համարում։ Տեքստի վերնագիրը հենց այսպես է. Աստծո գործը կատարել Աստծո մեթոդներով։ Աստծո ծառան պետք է տեսեք ուշադրություն դարձրեք 5-րդ համարին։ Արդ ձեզ մոտ կգամ, երբ Մակեդոնիայով անցնեմ, որովհետև Մակեդոնիայի միջով պիտի անցնեմ։ Կարծես թե առաջի այսքից ինչ-որ բան չի ասում, բայց Աստծո ծառան պետք է ապագայի տեսլական ունենա։
Աստծո սիրով առաջնորդվող եւ լցված քրիստոնյան կտեսնի դեռևս չբավարարված կարիքներ, չիրականացված հնարավորություններ ավետարանը տարածելու եւ շատերին դեպի փրկություն բերելու համար։ Նա չի կարողանա զերծ մնալ ապագան ծրագրելուց, ծառայության նոր ուղիներ եւ նոր դռներ փնտրելուց, որոնք կարող է բացվել։ Պողոս այս նամակը գրել է Եփեսոսում, 8-րդ համարում ասում է, այժմ Եփեսոսում է մնալու մինչև Պենտեկոստե։ Երբ 3 տարի այնտեղ էր գտնվում Եփեսոսում, բայց նամակը հիմնականում գրել է 2 տարի 3 ամիս հետո, ըստ պատմաբանների հաշվարկված այդպես է ստացվում, եւ նամակը փոխանցում է Տիմոթեոսի միջոցով, 10-րդ համարում ասում է, որ Տիմոթեոսին է տալիս։ Սկզբում առաքյալը ծրագրում էր Մակեդոնիա մեկնելու ճանապարհին այցելել Կորինթոս։ Տեսեք երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ 15-16 համարում ասում է. Այս վստահությամբ կամենում եմ նախ ձեզ մոտ գալ, որ դուք երկրորդ անգամ օգուտ քաղեք, եւ ձեր մոտից գնալ Մակեդոնիա եւ ապա Մակեդոնիայից վերադառնալ ձեզ մոտ եւ ձեր կողմից ճանապարհվել դեպի Հրեաստան։ Այդուհանդերձ նա ստիպված եղավ փոխել իր ծրագրին։ Նայեք, ինքը մտածումն ուներ, պատկերացումն ուներ, տեսլականն ուներ, բայց ինչ եղավ, հետո փոխեց իր ծրագիրը եւ որոշեց Կորինթոս այցելել ավելի ուշ։ Ինչ է ասում, երբ անցնեմ, ասում է Մակեդոնիայով։ Նա հարկադրված էր փոխել իր ծրագիրը, սակայն էականն այն է, որ Պողոսն ուներ ծրագիր։ Այլ կերպ ասած, կար մի բան, որը կարելի էր ուղղակի փոխել։ Նույնիսկ Եփեսոսում զբաղված լինելու ընթացքում Պողոսը ծրագրում էր իր ծառայության հաջորդ քայլերը։ Նա մտածում էր այն մասին, թե ինչ է անելու Մակեդոնիայում, Կորինթոսում, իսկ այնուհետև Երուսաղեմում։ Աստծո նվիրյալ ծառան ծրագրում եւ դիտարկում է ռազմավարական մոտեցումներ։ Նա նայում է առաջ, կանխատեսելով եւ ակնկալելով ապագան։ Հեղինակներից մեկը նշել է, որ Պողոսը հաճախ էր երազում հեռավոր երկրների մասին եւ երբեք չէր վախենում խոչընդոտներից։ Նա չէր բավարարվում Տիրոջ համար բերած պտուղներից, անհագ էր, նա չէր կշտանում դրանից, այլ նրան անհանգստացնում էին փրկության սպասող հոգիները, ինչպես նաեւ հավատացյալներին, ովքեր հոգեվոր կառուցման եւ մխիթարության ուղղակի կարիք ունեին։ Կորինթացիներին ուղված նամակի ուրեմն առաջին մի քանի տարի անց այդ դեպքից հետո Պողոսը գրեց ինչը հռոմեացիներին ուղված նամակը։ Այդ նամակի վերջում նա 2 անգամ նշեց, որ մտադիր է Հռոմ այցելելուց հետո մեկնել Իսպանիա։ Հռոմեացիների 15-րդ գլուխ 24-ից մինչև 28 համարներն ենք տեսնում։ Լույսը տվեցին մեր, լավ է։ Այդ ժամանակ Իսպանիան հռոմեական կայսրության բարգավաճ եւ ազդեցիկ նահանգ էր, որը Հռոմին տվել էր 3 կայսր, ինչպես նաեւ նշանավոր փիլիսոփա եւ պետական գործիչ Սենեկիային։ Ով է միկրոֆոնը միացրել, խնդրում եմ անջատեք էլի։ Սակայն որքան հայտնի է, այդ ժամանակ ավետարանը դեռ չէր հասել Իսպանիա եւ առաքյալը ցանկանում էր քարոզչությունը սկսել այդ երկրում։ Նա հռոմեացիներին ուղված իր նամակը գրել է Կորինթոսում։ Եվ մենք կրկին տեսնում ենք, թե ինչպես էր Պողոսը ջանասիրաբար աշխատելով հենց այնտեղ, որտեղ գտնվում էր, ծրագրում ապագա գործունեությունը եւ նախապատրաստվում դրան։ Նման զորավարը քարտեզը թեքում եւ որոշում էր հաջորդ ճակատամարտի վայրը։ Նա անընդհատ բացահայտում էր այնպիսի վայրեր, որտեղ պետք է սկսվեր Տիրոջ մատուցվող ծառայությունը, գրում է Ջոն Մակարտուրը։ Տեսեք, նման հոգևոր տեսլականի մասին է խոսում նաեւ Նեհեմիայի գիրքը, որը լեցուն է հոգևոր խորհուրդներով եւ տեսլականի իրականացումով։ Ես չեմ կարդա Նեհեմիայի գրքից, պարզապես կուզեմ նշեմ, որ երբ Նեհեմիան դիմեց Արտաշես թագավորին Երուսաղեմ գնալու թույլատվություն ստանալու համար, նա ուներ հստակ նպատակ եւ ծրագիր։
Նեհեմիան ջերմեռանդորեն եւ ապաշխարող սրտով, ասում է, աղոթեց խնդրելով Տիրոջը թույլ տալ իրեն իրականացնել մտածված գործը եւ ազդել թագավորի սրտի վրա։ Այնուհետև Նեհեմիան թագավորին բացատրեց քաղաքի պարիսպներն ու դարպասները վերակառուցելու հրատապ անհրաժեշտությունը։ Եթե կհիշեք, կարդացել եք Նեհեմիայի գիրքը, կհիշեք, որ Իսրայելի պարիսպները ամբողջությամբ քանդված էր, երկիրը ավիրված էր, եւ հիմա ինքը մի տեսիլք է տեսնում իր տեսլականով, ոչ թե անձամբ տեսիլք է տեսնում, մտքում ինքը որոշում է, ես պետք է անեմ, նպատակ է ունենում, որ Իսրայելը ամբողջությամբ պետք է պարիսպը վերականգնվի։ Եվ նա ուրեմն նրա սկզբնական խնդրանքին ի պատասխան թույլատվություն տրվեց։ Նա կրկին դիմեց թագավորին Արտաշեսին, խնդրելով փայտանյութ, շինանյութներ եւ այլ տարատեսակ նյութեր, որոնք ինչպես ինքը գիտեր, անհրաժեշտ են լինելու աշխատանքի համար։ Հեռատեսության եւ մանրակրկիտ ծրագրման շնորհիվ Երուսաղեմի վերակառուցման գործում նրա մեծ հաջողությունը սկիզբ առավ ավելի շուտ, քան Նեհեմիայի պատկերացումով։ Մենք կոնկրետ անցել ենք, մեր դասերի ընթացքում Նեհեմիայի ամբողջ պատմությունը իր մեջ հենց ունի այն տեսլական, այն խորհուրդը, որ մենք էլ պետք է ունենանք տեսիք մեր այդ տեսլականի մեջ, պատկերացումների մեջ եւ նաեւ դրան զուգահեռ ջանքեր ու գործեր։ Օրինակ, եթե մենք նպատակ ունենք եկեղեցի կառուցելու, ուրեմն ոչ թե ասում ենք չէ, չի լինի, չի ստացվի, այլ դրա համար կոնկրետ գործողություններ է պետք եւ լավ թիմ է պետք։ Մի կոշկակար է լինում Անգլիայում Ուիլյամ Քերին անունով։ Նա հավատացյալ էր եւ շատ էր մտածում աշխարհին այն տեղերի մասին, որտեղ ավետարանը չէր քարոզվում, որն ուներ հսկայական հոգեվոր կարիք։ Նա իր աշխատանքային ուրեմն սեղանի հետ վերևում աշխարհի քարտեզներ կպցրել եւ աշխատելիս մտածում եւ աղոթում էր այն մասին, թե ինչ պետք է արվի եւ ինչպես Տերը կարող է իրեն օգտագործել այդ ասպարեզում, այդ ոլորտներում։ Վերջապես Քերին որոշում կայացրեց եւ ժամանեց Հնդկաստան, իր առաքինության գործունեության հենց առաջին վայրը։ Նա պատրաստ էր սկսելու իր աշխատանքը եւ Տերը գործածեց նրան։ Քերին ոչ միայն նշանակալի ավանդ ուրեմն ունեցավ Հնդկաստանում ավետարանը տարածելու գործում, այլև օգնեց հարթելու ուղին այն երկրներում ապագա միսիոներության համար։ Քանի որ նա աղոթել, ծրագրել եւ նախապատրաստվել էր, նա ինչ արեց, պատրաստ էր արդեն եւ եկավ հենց այդ պահը, որ պետք է գործել։ Կարելի է միայն ենթադրել, թե որքան շատ գործեր ունի Տերը իրեն հավատարիմների համար։ Սակայն պակասում են այդպիսի մարդիկ, ովքեր պատրաստական են եւ տեսլական ունեն։ Պատրաստական բառը սա շատ կարեւոր է։ Գիտեք, սա չի խոսում այն մասին, որ պետք է նստել միայն երազել։ Մենք այսօր, երբ որ ես ունեցել եմ այդ հոգեվոր մանկությունը, երազում եի, վայ, տեսնես, ես կլինի ավետարան քարոզեմ եւ այլ, բայց կարծես այդ այն պահներ, երբ որ ես պարզապես նայում էի մարդկանց քարոզներին եւ հիանում էի։ Բայց գործ չէի անում, բայց երբ որ սկսում ես գործել, Տերը առաջ է տանում։ Եվ այստեղ պետք է ունենանք ճկունություն եւ խորագիտություն։ Նայեք 6-րդ համարին, նայեք 6-րդ համարին։ Եվ հնարավոր է ձեզ մոտ մնամ եւ ձմեռն անցկացնեմ, եւ դուք ինձ ճանապարհեք, ուր որ գնալու լինեմ։ Բացի այն, որ պետք է տեսլական ունենանք եւ նախապես ծրագրենք, թե ինչ ենք անելու եւ ինչպես, միևնույն ժամանակ պետք է ճկուն լինենք։ Ինչ նկատի ունեմ ասելով ճկուն։ Մեր գործերը միշտ կարող են վերանայվել Տիրոջ կողմից։ Ապագան ոչ միայն դասավորվում է այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, ոչ, կարող է հակառակ պատկերը տալ, բայց Աստծո մեզ վերաբերվող կամքի մասին մեր նախնական պատկերացումը կարող է լինել ճիշտ կամ ամբողջական չլինել։ Ավելին, մեզ համար նրա ծրագրերը կարող են փոխվել։ Ինչ էլ որ լինի, մենք միշտ պետք է մեր մտադրություններին նայենք այնպես, ինչպես խորհուրդ է տալիս օրինակ Հակոբոսը։ Եթե Տերը կամենա, այս կամ այն բանը կանեմ։ 4:15 համարը։
Ճանաչելով մեր հոգևոր պարգևներն ու շնորհները, ինչպես նաև Սուրբ Հոգու կողմից մեզ տրվող ցանկությունները, մենք կարող ենք որոշակի պատկերացում կազմել այն աշխատանքի մասին, որը Տերը ունի մեզ համար։ Այնուամենայնիվ նա կարող է ցանկանալ, որ մենք մեր շնորհներն օգտագործենք այնպիսի եղանակներով, որոնք անգամ պատկերացում չեն կարող ունենալ։ Եթե նախապես հաստատ համոզված լինենք, որ Աստված մեզանից ակնկալում է միայն կոնկրետ մի գործ եւ ոչ ավելին, ապա վտանգի կենթարկենք նրա առաջնորդության հանդեպ մեր զգայունությունը եւ խուլ կմնանք ծառայության այլ տեսակի կոչի հանդեպ։ Այսինքն մենք կարող ենք օրինակ լավ մի բան որոշել ու մտածել, գիտես ինչ, էս է իմ առաքինությունը եւ վերջ, բայց մենք այդպես խլացնում ենք կարծես մեր ներքին ականջները եւ չենք ուզում լսենք Տիրոջ հաջորդ քայլերը։ Բայց պետք է իմանանք հստակ մի բան. այո, շատ լավ է, որ ես ունեմ տեսլական, ունեմ նպատակներ, բայց կարող է Տերը ուրիշ ձև առաջնորդել, որ ես պետք է պարզապես հետամուտ լինեմ եւ տեսնեմ Տիրոջ առաջնորդությունը։ Որքան էլ անկեղծ ու մանրակրկիտ մտածված լինի մեր տեսլականը, այն անսխալական չէ, մենք մարդ ենք։ Ճկունության պակասը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ, թե Աստծո կամքը ճանաչելու, թե նրա գործն իրականացնելու ճանապարհին։ Խորագիտությունը դա թուլության նշան չէ, այլ խոնարհության։ Մենք պետք է նայենք, եթե Աստված այս բանի մեջ ինձ չի առաջնորդում, չի ստացվում, ես չպետք է այդտեղ մնամ եւ դրա մեջ ուղակի պարփակվեմ։ Թեև Պողոսը առաքյալի մտադրությունը, Պողոս առաքյալի բարի էր, եւ նա մեծ ցանկություն ուներ այցելելու Կորինթոս, Մակեդոնիայով անցնելուց հետո, ինչպես ինքը համարում է նշում, նա հավելում է, որ գուցե մնա այնտեղ հավատացյալների մոտ կամ նույնիսկ ձմեռն անցկացնի այնտեղ։ Հույս ունեմ, Պողոսի արտահայտությունը, եթե Տերը թույլ տա, 7-րդ համարի այս արտահայտությունները արտահայտում են Պողոսի մտահոգություն առ այն, որ իր գործերն ու մտադրությունները չպետք է դառնան կոշտ կամ ինքնավստահությունից դրդված քայլեր։ Տեսեք ինչ է ասում առակած գրքում, որը որ վստահաբար պարզապես Պողոսը լավ գիտեր այս խոսքերը։ Առակած 16-րդ գլուխ 9 համար։ Մարդու սիրտն է ծրագրում իր ճամփան, բայց Տերն է ուղղորդում նրա քայլերը։ Եվ Պողոսը հիանալի գիտեր այս քայլերը։ Այո, ես կարող եմ ծրագրել, այո, ես կարող եմ պլանավորել, դա բարի է, դա Աստծո կարող է կամքի մեջ լինի որպես բարի գործ, բայց միևնույն ժամանակ Պողոսը գիտեր, որ Տերն է, միևնույն է Տերն է առաջնորդելու, այսինքն նա իր, ասենց ասած, կոպտությունը, զորբայությունը չուներ։ Վերջ պիտի եթամ Մակեդոնիա, ուրեմն պիտի եթամ, այսպես չէր։ Տեսեք, մենք չենք կարող ասել, որ առաքյալը անկայուն կամ անվճռական մարդ էր։ Չի կողմնորոշում հստակ ինչ անել։ Ոչ, Պողոսը պարզապես իրատես եւ խոնարհ քրիստոնյա էր։ Նա լիովին գիտակցում էր, որ ոչ ոք չի կարող լինել սեփական երջանկության ճակատագիրը կամ սեփական ճակատագրի տերը։ Կյանքում շատ բաներ կան, որոնք դուրս են մեր վերահսկողությունից։ Այնուամենայնիվ Պողոսը խոնարհ էր, քանի որ գիտեր Աստված է ամեն ինչի Տերը։ Նա ունի բացարձակ իշխանություն եւ իրավունք փոխելու ցանկացած մարդու ծրագրերը այնպես, ինչպես ինքն է կամենում։ Եվ հետագայում Պողոսը այսպես է բացատրում 2 Կորինթացիների 1:17-ում, տեսեք ինչ է ասում։ Եվ սա առաջարկեցի, միթե թեթևամտությամբ էի անում, կամ ինչ որ ծրագրում եմ, միթե մարմնավոր է, որ իմ կողմից այոն այո լինի ոչը ոչ։ Մենք միշտ չէ, որ կարող ենք գնալ այնտեղ, հիշեք, ուր ցանկանում ենք, կամ անել այն, ինչ ցանկանում ենք, որքան էլ անկեղծ, անձնազոհ եւ հոգեվոր լինի մեր դրդապատճառները, եւ առաքյալը բացառություն չէր, կամ առաքյալները։ Նկատեք, որ Պողոսը ոչ մի բան հստակ չի ասում ապագա քայլերի մասին,
որովհետև հստակ գիտակցում է, որ որքան էլ բարի լինի իր նպատակները, միևնույն է Տերն է տանելու այնտեղ նրան, որտեղ կամենա, ինչպես պատահեց մի քանի տարի առաջ։ Իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ընթացքում Պողոսը ծրագրել էր։ Եկեք կարդանք Գործք Առաքելոց 15-րդ գլուխ 36 համարը, 15-րդ գլուխ 36 համարը։ Եվ մի քանի օրից հետո Պողոսն ասաց Բարնաբասին. «Եկեք նորից գնանք եւ այցելենք մեր եղբայրներին, բոլոր այն քաղաքներում, որոնցում Տիրոջ խոսքն էինք քարոզել, տեսնենք, թե ինչպես են նրանք ապրում»։ Նրանց հաջողվեց այցելել նախատեսված վայրերի մեծ մասը, սակայն Սուրբ Հոգին արգելեց նրանց, ինչը 16-րդ գլուխ 6-7 համարները, եւ շրջեցին Փրուգիայում եւ Գաղատիայի կողմերում եւ Սուրբ Հոգու կողմից արգելվելով Աստծո խոսքն Ասիայում տարածել, արգելեց Սուրբ Հոգին։ Եկան Մյուսիայի կողմերը, փորձեցին Բյութանիա գնալ, բայց Հոգին նրանց թույլ չտվեց։ Նայեք, յանք ունեին լավ ծրագիր, գնանք մի հատ այն քաղաքները, որտեղ ավետարանել ենք, որտեղ երեցներ են կարգել, եկեղեցիներ են հիմնվել, գնանք, տեսնենք ոնց են, ամրապնդենք խոսքով եւ այլ եւ այլ։ Բայց տեսեք Սուրբ Հոգին արգելեց։ Պողոսը եւ Շիղիայի, ինչպես նաեւ Տիմոթեոսի համար Աստծո կամքն այն էր, որ նրանք սկզբնական ծրագրին համապատասխան կրկին այցելեին որոշ եկեղեցիներ։ Սակայն նախքան այդ բոլոր եկեղեցիներին այցելելը, Աստված այս խմբին ուղարկեց մի բոլորովին նոր դաշտ, որտեղ Մակեդոնիա 9 եւ 10 համարը եւ գիշերը Պողոսին տեսիլ գերեված, նայեք, մինչ այդ Տերը Սուրբ Հոգին արգելում է, եւ գիշերը Պողոսին տեսիլ գերեված, եւ մի մակեդոնացի մարդ կանգնած աղաչում էր նրան եւ ասում. «Անցիր Մակեդոնիա եւ օգնիր մեզ»։ Եվ երբ նա այդ տեսիլքը տեսավ, ցանկացանք իսկույն Մակեդոնիա գնալ, վստահ լինելով, որ Տերը մեզ կանչում է, որ ավետարանը քարոզենք նրանց։ Հիմա տեսեք, Պողոսը, եթե Պողոսը չունենար, լցված չլիներ Աստծո իմաստությունով, չառաջնորդվեր հոգով, չտեսներ Աստծո կամքը եւ այլն, Պողոսը իր մեջ կարող էր շատ տրտմել հարց տալ, թե խի Տեր, խես արգելում, ախր մենք լավ բան ենք անում, ինչա դու դեմ ես, բայց տեսեք Պողոսի խոնարհությունը ամեն քայլի մեջ։ Իր ողջ կյանքի ընթացքում, ուրեմն Դեյվիդ Լիվինգսթոնը, այս վերջերս եմ կարդացել իր մասին, Դեյվիդ Լիվինգսթոնը ցանկացել է միսիոներ դառնալ Չինաստանում։ Նույնիսկ ծերության տարիներին նա շարունակել է երազել այդ երկրում ծառայելու մասին։ Սակայն Աստված նրան ուղարկեց ոչ թե Չինաստան, այլ Աֆրիկա, որտեղ նա աշխատեց ու մահացավ միսիոներական գործունեության շրջանում, եւ շատ մարդիկ դարձ եկան։ Ծրագրել էր մեկ այլ երկիր, բայց տեսեք ուր գնաց։ Նա չկարողացավ գնալ այնտեղ, ուր ցանկանում էր, սակայն պատրաստակամորեն անմնացորդ ու անարդյունավետ կերպով ծառայեց այնտեղ, ուր Աստված նրան ուղարկեց։ Նա մեծ երազանք ուներ քարոզելու Չինաստանում, բայց քանի որ նրա գլխավոր ցանկությունն էր ինչը Աստծո կամքը կատարելը, նա ճկունություն դրսևորեց այդ հարցում։ Մենք պետք է լինենք, հիշեք, կավ բրուտի ձեռքում, ինչպես Հռոմեացիների 9-րդ գլուխ 21 համարն է ասում, եւ պատրաստ, որ Աստված կարող է թեքել մեզ աջ կամ ձախ, կամ ճիշտ այնպես, ինչպես որ ինքն է ճիշտ համարում։ Եվ համարի վերջում էլ տեսնում ենք, որ ուր էլ որ Պողոսը պետք է մեկներ, նա ցանկանում էր ունենալ կորինթացիների աջակցությունը, ասում է դուք ինձ ճանապարհեք, ուր որ գնալու լինեմ։ Այս արտահայտությունը ենթադրում է, որ Պողոսը ցանկանում էր, որ իրեն ապահովեն անհրաժեշտ ամեն ինչով եւ քաջալերելով Աստծո կողմից իրեն հանձնարարված ծառայության մեջ։ Եվ երկրորդը մենք տեսնում ենք, երրորդը կներեք, տեսնում ենք ծառայության մեջ մանրակրկիտ աշխատանքը։ Ուշադրություն դուք դարձրեք 7-ից 8 համարներին։ Առաջ Կորինթացիների 16-րդ գլուխ 7-ից 8 համարները։ Աստծո գործն Աստծո եղանակով կատարելու համար
մենք պետք է նաև մանրակրկիտ լինենք այն գործում, որն արդեն իսկ կատարում ենք։ Պողոսը գիտեր, որ Կորինթոսում որևէ արժեքավոր բան իրագործելու համար պետք է այցելեր նրանց, ընդ որում ոչ թե պարզապես անցնելիս։ Ուստի նա հույս ուներ, որ մի ժամանակ մնալու է նրանց հետ, եւ եթե Տերը թույլ տար։ Պողոսն ամեն ինչ հիմնովին էր անում։ Նրա ծառայությունը ոչ մակերեսային էր, ոչ էլ անցողիկ։ Նա ցանկանում էր, որ իր կատարած ամեն ինչը լիներ հուսալի եւ կայուն, արժեքավոր եւ տևական։ Հիշեք կարևոր սահմանումը։ Մեծ հանձնարարականը, երբ Տերը ասած գնացեք եւ ավետարանը քարոզեք, չէ, հնարավոր չէ կատարել առանց պատշաճ ջանասիրության։ Կրկին, մեծ հանձնարարականը հնարավոր չէ կատարել առանց պատշաճ ջանասիրության։ Ավետարանչությունը, այսինքն բոլոր ազգերից աշակերտներ պատրաստելը միայն սկիզբն է, միայն սկիզբը։ Աշխատանքը շարունակելը եւ նորադարձներին սովորեցնելը, պահելու այն ամենը, ինչ Հիսուսը պատվիրել է Մատթեոս 28:19-20 համարում, երկարատև գործընթաց է, որը բարձր պահանջներ է դնում մեր առջև։ Այս աշխատանքը հնարավոր չէ կատարել արագ, հեշտությամբ կամ մակերեսային։ Ես ինքս որպես ծառայող երեց խոստովանում եմ դրա մեծ պատասխանատվության, պարտականության եւ դժվարության մասին։ Էլ չեմ խոսում այն եկեղեցիների մասին, որտեղ հարյուրավոր մարդիկ կան։ Պողոսը 1.5 տարի անցկացրեց Կորինթոսում, նախ հիմնելով այնտեղի եկեղեցին, ապա ծառայելով որպես դրանց հովիվ։ Նա գիտակցում էր, որ իր գրած նամակը միայն սկիզբն է լինելու կորինթացիների առջև ծառացած լուրջ խնդիրների շփման գործընթացում։ Նա գիտեր, որ եթե այդտեղ եկեղեցի է բարձրացվում, այն էլ այդպիսի պիղծ հեթանոսական այդ շրջանակների մեջ, նա գիտեր, որ սա պարզապես միայն եկեղեցի հիմնելը չէ, այստեղ անընդհատ լուրջ խնդիրներ են լինելու եւ եթե տեղյակ չեք, ուրեմն եկեղեցին արդեն 7 տարվա եկեղեցի էր, որ Պողոս առաքյալը գրում էր այս նամակը։ 1.5 տարի ջանասիրությամբ հիմնել էր հազիվ գրեթե այդ եկեղեցին, բայց մենք տեսնում ենք ինչպիսի աղավաղված մտքերով, պղծություններով էին անցնում եւ 7 տարի հետո պատկերացրեք Պողոսը գրում է այս նամակը, որը որ մենք կարդում ենք, գիտեք ինչեր ենք անցել, թե ոնց կարա, չէ, ասենք 7 տարվա եկեղեցին այսպիսի հələ մտածելակերպ, գործելակերպ ունենա։ Այսինքն սա խոսում է այն բարդությունների մասին, որ միայն ծառը տնկելը չէ, դրան խնամք է պետք, ջրել է պետք եւ այլ եւ այլն։ Պողոսը 1.5 տարի անցկացրեց Կորինթոսում, նախ հիմնելով այնտեղի եկեղեցին, ապա ծառայելով որպես դրանց հովիվ։ Նա ցանկանում էր, եթե հնարավոր լինի, գոնե ձմռանը անցկացնել նրանց հետ, նախքան Երուսաղեմ մեկնելը 6-րդ համարը։ Ինչու՞։ Պողոսը ցանկանում էր յուրաքանչյուր քրիստոնյայի սովորացնել ամեն ինչ, ինչ կարող էր, օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն։ Կողոսացիների նամակում տեսեք ինչ է գրում Պողոսը, առաջի գլուխ 28-29 համարներում։ Ում մենք քարոզում ենք ամեն մի մարդու զգուշացնելով եւ ամեն մի մարդու սովորացնելով ամենայն իմաստությամբ, որպեսզի կարողանաք ամեն մեկին կատարյալ ներկայացնել Քրիստոս Հիսուսի մեջ։ Այդ նպատակով, այսա նպատակը, այդ նպատակով ես նույնպես աշխատում եմ ջանք թափելով ըստ նրա ներգործության, որ զորությամբ գործում է իմ մեջ։ Այսօր հավատացյալներ կան մտածում են կամ աշխարհը հիմնականում մտածում է այսպես, հա, մարդը որ մի ամիս գնում է եկեղեցի, ասում են, վայ, հələ դու սրան նայի, այս մեկը ծխում է, այս մեկը հələ խմում է, այս մեկը օրինակ այս սովորություն ունի։ Ժողովուրդ, սա կոնկրետ բարդ աշխատանք է մարդուն մարտունից սարքել էմին, չգիտեմ, էսի ուրիշ աշխատանք է։ Պողոսին, երբ որ օրինակի համար մենք ճանաչում ենք, նա ուրիշ էր, դարձավ ուրիշ։ Մեր բոլորս մենք պետք է այնպես փոխվենք, որ ու սա մեկ անգամվա գործողություն չէ, փրկությունն է մեկ անգամվա, բայց սրբագործման ճանապարհը ահա որ բարդ ճանապարհ է, որը պետք է անցնենք։
Տեսեք ինչ է գրում Թեսաղոնիկեի եկեղեցուն Պողոս առաքյալը, 3-րդ գլուխ 10 համարը։ Գիշեր ու ցերեկ անդադար աղոթում ենք, որ ձեր երեսը տեսնենք եւ ի վիճակի լինենք լրացնելու այն, ինչ դեռ պակասում է ձեր հավատի մեջ։ Գիշեր ու ցերեկ Պողոսը աշխատում էր մարդկանց հետ, որպեսզի փոխվեն։ Եփեսոսի երեցներին, որոնք հանդիպեցին նրան Միլետոսում, նա ասաց. ես ոչինչ չխնայեցի ձեզ հայտնելու Աստծո ամբողջ կամքը։ Գործ 20:27-ում։ Նվիրված ծառայություն արտահայտելը այն չէ, որ կախված է միայն ժամանակի հետ, որը մենք անցկացնում ենք որոշակի վայրում, կատարելով որոշ ծառայություն։ Մենք յուրաքանչյուրս պետք է ջանասիրաբար նվիրված լինենք առանց խնայելու որևէ բան ծառայելով, սովորելով եւ ոչ տրտմությամբ։ Իսկ հովիվներս առավել եւս պետք է ծառայենք խոսքով, վարդապետությամբ, ուսուցանելով, համբերատարությամբ եւ առանց ծուլության կամ տրտմության։ Բայց այս ամենը միայն հովի պարտականությունը չէ, հովիվը կարող է անել։ Նաեւ դուք պետք է սովորեք, դուք պետք է ջանք թափեք։ Եթե պատրաստ է սովորացնելու, բայց մարդիկ խուսափում են, որոշ պատճառաբանություններ են բերում, դա հովի պարտականությունների մեջ արդեն չի մտնում։ Դա արդեն տվյալ անձի պարտականության մեջ է, որը որ խուսափում է սովորել եւ հոգեվոր աճ ունենալ։ Եվ որպես հոտի օրինակ պետք է պետք է այս պարտականությունը կատարենք սովորելով Աստվածաշնչի օրինակներից եւ հենց մեր փրկչից։ Օրինակ, Տիրոջ երկրային ծառայությունը տևեց ընդամենը 3-3.5 տարի, սակայն այդ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ ասել. ես քեզ փառավորեցի երկրի վրա, Հայր, ես կատարեցի այն գործը, որ դու ինձ տվեցիր։ Հովհաննես 17:4։ Եվ մենք նույնպես պետք է ձգտենք ոչ թե ամաչելու, որ Տերը տվեց մեզ հնարավորություն ծառայելու, բայց մենք չարեցինք, այլ ընդհակառակ ասենք. Հայր, ես կատարեցի այն, ինչ որ ինձ էիր տվել։ Պողոսը մոտ 3 տարի անցկացրեց Եփեսոսում, 2 տարուց պակաս Կորինթոսում եւ ընդամենը մի քանի շաբաթ Թեսաղոնիկեում։ Այդուհանդերձ յուրաքանչյուր վայրում նա ջանասիրաբար եւ արդյունավետ կատարեց իր արժեվ դրված պարտականությունը, աշխատանքը։ Նա միշտ հետևում էր իր իսկ տված խորհրդին, ինքը իր տված խորհրդին անձամբ էր հետևում։ Այնինչ Պողոսն ասաց եփեսացիներին, նա անկասկած մեկից ավելի անգամ ասել էր նաև ինքն իրեն։ Եփեսացիների նամակում այսպես է գրում, Եփեսացիների 5-րդ գլուխ 15-ից 16 համարներում։ Եկեք կարդանք։ Ուստի նայեցեք, որ զգուշությամբ քայլեք, ոչ թե անմիտների նման, այլ իմաստուների, ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են։ Ժամանակը ծախու առեք, այսինքն այն ժամանակը, երբ որ մենք պետք է սովորենք ու բան ենք անում, հա, անընդհատ պատճառաբանություններ ենք բերում, դե էսի չհասցրեց, ես մեկը չստացվեց, ասում է այդ ժամանակից է, հենց կոնկրետ այդ բանն էլ դու, որ սովորես, այ հենց այդ որը որ քեզ խանգարում է, այ հենց այդ էլ պիտի տաս Աստծո խոսքը սովորելու համար։ Մենք ժամանակ ունենք, ես այսօր նայում եմ մարդիկ կան Facebook-ի ընկերների մեջ, հա, սենց եմ որ վիդեոն ուզում ես մի հատ Facebook-ը թերթես, ամեն ինչին տեսնում ես, որ ինքը լայքել է, հավանություն է տվել, կոմենտներ է գրել եւ ինքը դրա ժամանակն ունի, բայց երբ խոսում ես Աստծո խոսքի մասին, կարդում ես, ու ժամանակ չունեմ։ Դա մեր պարտականությունը չէ, ինչևէ։ Պողոսը խոսում էր Թեսաղոնիկեի եկեղեցու որոշ հավատացյալների մասին նշելով 3-րդ գլուխ 11 համար եկեք կարդանք, Թեսաղոնիկեի 3-րդ գլուխ առաջի 11 համարը։ Եվ թող ինքը մեր Աստվածն ու մեր Հայրը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեր ճանապարհը դեպի ձեզ ուղղի։ Կներեք Ժողովուրդ ջան, 2-րդ Թեսաղոնիկեցիների 3-րդ գլուխը պետք է կարդայի։ Լսում ենք, որ ձեզանից ոմանք անկարգությամբ են վարվում, բոլորովին չեն աշխատում, տեսեք, բոլորովին չեն աշխատում,
այլ ուրիշների գործերին են խառնվում։ Սա հուներեն հենց ճիշտ թարգմանություն է նայելցի, բառից բուն իմաստով ասես բարբար կարծես թարգմանված է։ Նրանք իրենց գործը թողած ուրիշների գործերն էին դատում, ճիշտ ու սխալ էին որոշում, սխալ ուսմունք էին տարածում։ Անմիտ նախարա այն, ինչ քեզ է վստահվեն, այլ ոչ թե աստվածաբանական մշուշ պատկերացումներով ուրիշի գործերին խառնվել է պետք։ Նույնիսկ գիտակցելով, որ սա Աստծո գործն է, մենք չպետք է ձեռնարկենք այնպիսի ծառայություն, որին չենք կարող հիմնավորապես նախապատրաստվել եւ որը պատրաստ չենք իրականացնելու պատշաճ ուշադրությամբ եւ հոգատարությամբ։ Եվ հակառակը, այն, որ մեզ է տրված կատարելու ինչ որ ծառայություն, երբեք չխուսափենք եւ չտեսնելու կամ չլսելու չտանք։ Եթե մի ծառայություն մեզ է տրվել, մի պարգև, մի շնորհ, բայց ինչ որ ժամանակ հետո խուսափենք այդ պատասխանատվությունից կամ տրտմությամբ անենք, Տերը կվերցնի եւ կտա ուրիշին, ով ավելի լավ կանի դա։ Չպետք է քարոզ կամ դաս անցկացնենք, եթե դրա հիմնված չեն Սուրբ Գրքի վրա, եւ եթե դրանք նախապատրաստման ընթացքում բավարար ժամանակ չենք հատկացրել աղոթքին, ուրեմն չպետք է անենք տվյալ գործը։ Չպետք է մեկի հետ հավատքից խոսանք, եթե պատրաստ չենք հետագայում ժամանակ անցկացնել տվյալ անձի հետ։ Վեհ նպատակները, մտադրություններն ու ծրագրերը անիմաստ են, եթե դրանց չեն հաջորդում հետևողականորեն եւ ուշադիր լիակատար նվիրումը։ Պողոսը մտադիր էր մնալ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը, քանի որ ցանկանում էր ավարտին հասցնել իր սկսած գործը։ Նա չէր կարող անցնել որևէ նոր բանի առանց ավարտելու այն, ինչը Տերը ակնկալում էր իրենից։ Աստծո գործի համար միշտ էլ կարիք կա նվիրյալ անձանց յուրաքանչյուր շնորհներով, բայց միայն նա, ով փոքր բանի մեջ հավատարիմ է, մեծի մեջ էլ հավատարիմ կլինի, ինչպես Ղուկաս 16:10 համարն է ասում։ Եվ նման մարդուն Տերն ասում է, եկեք կարդանք Մատթեոս ավետարանի 25-րդ գլուխ 23 համարը, բայց շուտով պետք է բոլորը կարդանք։ Ինչ է ասում 25-րդ գլուխ 23-րդ համարը։ Նրա Տերն ասաց նրան. լավ, բարի ու հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ։ Սա այն մարդն է, ով գիտակցում է, որ ինչ որ ունեմ, բառից բուն իմաստով Տերն է տվել։ Հետևաբար պետք է հավատարմորեն ծառայեմ նրան տիրոջ գործի համար եւ լինեմ նրան հավատարիմ։ Իսկ չար եւ ծույլ ծառային այսպես է պատասխանում Տերը, երբ փոքր բան ուներ, բայց չծառայեցրեց տիրոջ փառքի համար, որովհետև նա լոդր էր, նա անհավատ էր, անհույս էր, ժլատ էր, կասկածներով լցված էր, բայց բանը անեմ, բա կարողա սենց չլինի, կամ անեմ այնպես լինի։ Եկեք ընդհանուր մի հատ այս պատկերը կարդանք 25-րդ գլուխ 24-ից 29 համարները։ Տաղանդների առակն է, եւ այն մեկ տաղանդը վերցնողն էլ եկավ եւ ասաց. Տեր, գիտեի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես այնտեղից, որտեղ չես սերմանել, եւ հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ Եվ ես վախեցա ու գնացի քո տաղանդը գետնի մեջ թաքցրի, ահա քո տվածը քեզ։ Նրա Տերը պատասխանեց եւ ասաց նրան. չար եւ ծույլ ծառա, գիտեիր, որ չսերմանած տեղից հնձում եմ եւ չցանած տեղից հավաքում։ Ուրեմն քեզ պետք էր, որ իմ տված տաղանդը սեղանավորներին տայր, որպեսզի իմ եկած ժամանակ շահով վերցնեիր։ Ուրեմն տաղանդը վերցրեք դրանից եւ տվեք 10 տաղանդ ունեցողին, որովհետեւ ամեն ունեցողի պիտի տրվի, եւ նա առատության պիտի ունենա, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի։ Իսկ այդ անպիտան ծառային հանեցեք դրսի խավարը, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտյուն։
Ահա թե ինչ է լինում, երբ Տիրոջը չենք ծառայում մեր իսկ ունեցած կարողություններով, հնարավորություններով, շնորհներով։ Սա պայման չէ փրկության, արա որ փրկվես։ Սա փրկված եւ հավատարիմ մարդու նկարագիրն է եւ նույնպես կորսվածի նկարագիրն է, որ ցույց է տալիս։ Միայն այն քրիստոնյան, ով ջանասիրությամբ եւ հավատարմությամբ է կատարում Տիրոջ համար իր ընթացիկ գործը, կարող է ակնկալել, որ իր ծառայությունը կաճի եւ կընդլայնվի, հասնելով անգամ մեր Տիրոջ թագավորությանը։ Ինչպես ուսուցանում է այս տաղանների մասին առակը, ընդհանրապես 25-րդ գլուխ 14-ից մինչև 30 համարները, երկնքում Աստծուն մատուցելիք մեր հավիտենական ծառայության ծավալը որոշվում է այստեղ եւ հիմա մեր կատարած ծառայության մեջ դրսևորված հաստատակամությամբ եւ նվիրումով։ Այստեղ է որոշվում մեր երկնքի ունեցած մեր վարձքը։ Չպետք է ակնկալենք, որ Տերը մեզ համար ավելի մեծ ծառայության դռներ բացի, լինի դա հիմա, թե հավերժության մեջ, եթե մենք չմտնենք այն դռներից, որոնք նա արդեն բացել է մեզ համար։ Տեսեք, Տերը տալիս է մեզ հնարավորություն, մենք կույր ենք, չենք տեսնում, կամ միգուցե տեսնում ենք, բայց չենք ուզում։ Մենք ուրիշ պատկերացումներ ունենք։ Եթե դու հիմա հավատարիմ չես քո ծառայությանը, ինչ դուռ էլ բացվի, դու հավատարիմ չես լինի։ Չպետք է ակնկալենք, որ Տերը մեզ համար ավելի մեծ ծառայության դռներ կբացի։ Լինի դա հիմա, թե հավերժության մեջ։ Նորից եմ ասում, եթե չմտնենք այդ դռներից, որոնք նա արդեն բացել է մեզ համար։ Ծառայության համար դռներ բացելն ու փակելը, հիշեք, դա Աստծո գործն է։ Հայտնություն, ուրեմն 3-րդ գլուխ 7 համարում այսպես է ասում. Եվ Ֆիլադելֆիայում գտնվող եկեղեցուն հրեշտակին գրիր, այսպես է ասում Սուրբը, ճշմարիտը, նա ով Դավթի բանալին ունի, նա ով բացում է եւ չկա մեկը որ փակի, եւ ով փակում է ու չկա մեկը որ բացի։ Հետևաբար, եթե Տերը քեզ ծառայություն է բացել, ոչ ոք չի կարող փակել բացի իրենից։ Եվ Տերը եթե ծառայությունը փակեց քո առջև, ինչ ջանք ուզում ես օգտագործիր, կողդ 100 հոգի հզոր հավատացյալները լինեն, չի կարող, չի բացվել այդ դուռը քեզ համար։ Հետևաբար մենք պետք է ուշադրություն դարձնենք Աստծո կատարած գործին եւ պարզապես գնանք առաջ, որպեսզի դռները հավերժ չփակվեն մեր առջև։ Զգույշ լինենք, որ Տերը չփակի հանկարծ մեզ վրա դուռը։ Մեր խնդիրներն ու մեր խնդիրն է մտնել դռնով, ընդ որում միայն այն դռնով, որը նա բացել է մեզ համար։ Այսինքն ուրիշ բաներ չփնտրենք, եթե բացել է դուռը, ուրեմն եկեք պարզ սրտով եւ առանց երկմտելու գործենք։ Աստվածաշնչից մի փոքրիկ պատմություն ասեմ, որը հնարավոր է նաեւ հիշում եք։ Ստեփանոսն ու Փիլիպոսը, խնդրեմ ուշադիր լինեք այս փոքր հատվածին եւ ձեր մտքերում ուղակի մտորեք այս ամենի մասին։ Ստեփանոսն ու Փիլիպոսը գիտեք, որ իրենց սարկավակության ծառայությունը սկսեցին Երուսաղեմի եկեղեցում այրիներին սնունդ բաժանելով։ Ձայնը անջատ եք էլի, ով ա միացնում։ Այրիներին սնունդ բաժանելով, իրենց ծառայությունը այդտեղից են սկսել։ Այսպիսով նրանք օգնեցին ազատվել առաքյալներին, հնարավորություն տալով նրանց զբաղվել աղոթքի եւ խոսքի կյանքով։ Եկեք մի քանի րոպե հայացք նետենք, հա, Գործք առաքելոց, ուրեմն 6-րդ գլուխ 25 համարին, 2-ից 5 համարին։ Գործք առաքելոց 6-րդ գլուխ 2-ից 5 համարները։ Ապա 12-ը կանչեցին աշակերտների բազմությանն ու ասացին. մեզ վայել չէ Աստծո խոսքը թողած սեղաններ սպասավորել։ Ուստի եղբայրներ, ձեզանից ընտրեցեք բարի անուն ունեցող Սուրբ Հոգով եւ իմաստությամբ լեցուն 7 հոգու, որոնց կարող ենք այս գործի նշանակել։ Իսկ մենք շարունակենք մեզ աղոթքի եւ խոսքի քարոզչությանը նվիրել։ Եվ այս խոսքն ամբողջ բազմությանը հաճելի թվաց։
ու ընտրեցին Ստեփանոսին, հավատով եւ Սուրբ Հոգով լեցուն մի մարդու, Փիլիպոսին եւ շարունակում է այլ մարդկանց։ Սկսելով հիվանդների եւ կարիքավորների խնամքից, սեղաները սպասարկելու խնամքից, նրանք երկուսն էլ դարձան մեծ ավետարանիչներ, ովքեր աշկի ընկան իրենց գործունեությամբ։ Կատարելով այս համեստ ծառայությունը, Փիլիպոսն ու Ստեփանոսը ոչ միայն օգնեցին առաքյալներին ընդլայնել ծառայությունը, որտեղ հասկանում են, որ եթե առաքյալները ուրիշ գործեր անեն, չի տարածվի իրենց ծառայությունը եւ լավ արդյունք չունենա, այլ իրենց նախապատրաստեցին քարոզչական գործունեության մեջ։ Տեսեք 6-րդ գլուխ 8 համարն ինչ է ասում։ Եվ Ստեփանոսը հավատով ու զորությամբ լցված մեծ հրաշքներ եւ նշաններ էր արդեն անում ժողովրդի մեջ։ Ինչ ծառայությունից կամաց ինչ ծառայության անցան։ Եվ 8-րդ գլուխ 40 համարը, տեսեք Փիլիպոսն ինչ էր անում։ 8-րդ գլուխ 40 համարը։ Իսկ Փիլիպոսը Ազովտոսում հայտնվեց ու շրջելով քարոզում էր բոլոր քաղաքներին, մինչև որ Կեսարիա եկավ։ Մարդիկ էին, ովքեր պարզապես առաքյալների գործը, դժվարությունը, բարդությունը վերցրին, եղբայր մենք այս բանը կանենք, դու տարածի խոսքը, դու քարոզի, դու աղոտ քարա եւ բայց տեսեք Տերը ուր տարավ հասցրեց այդպիսի մարդկանց։ Տերն անշուշտ օգտագործեց Ստեփանոսին հոգով լի հզոր այդ քարոզները շատերին դարձի բերելու համար, մինչև նրա մահը, հիշում եք։ Փիլիպոսը ավետարանը հասցրեց Սամարիայի բազմաթիվ շրջաներում եւ Եթովպացի ներքինուն երբ որ քարոզեց, այդ միջոցով անուղղակիորեն նպաստեց ավետարանի տարածումը նաեւ Աֆրիկայում։ Մարդը Տիրոջ համար ուրեմն հավատարիմ ծառա է դառնում ոչ թե այն ժամանակ, երբ բարենպաստ առիթ կամ հարմար պահ է ստեղծվում, կամ երբ հավեսն է տալիս, կամ երբ գրպաններն են լիքը, այլ երբ նրա համար նույնիսկ ամենասովորական գործը կատարվում է ուրախ սրտով, առանց կասկածի կամ հետին մտքի հաշվարկներով։ Մի կարևոր սահմանում եմ տալիս, որը կուզեմ դաջեք պարզապես ձեր մտքի մեջ։ Եթե հենց այնտեղ, որտեղ գտնվում ենք, Աստծուն չենք տալիս մեր լավագույնը, չենք աշխատում նրա փառքի համար, չենք զոհաբերում մեր լավագույնը, կլինի դա ժամանակ, ֆինանս, ուժ, հմտություն եւ այլն, ապա ոչ մի երաշխիք չկա, որ այլ հանգամանքներում, այլ վայրերում մեր ողջ ուժը կնվիրենք նրան։ Տիրոջը ծառայելու միակ իրական հնարավորությունը այն է, որն ունենք հենց հիմա։ Հենց հիմա ինչ ունենք, դա է լավագույն հնարավորությունը, որ ծառայենք։ Ոչ թե նստենք երազենք, վայ, եթե մենք ունենանք մի 500 հոգանոց եկեղեցի, ես գիտես ինչ կանեի, ես էս կանեի, եթե օրինակի համար, չգիտեմ, Տերը ականջներ բերեր, որ մարդիկ գան խնդրեին ինձ քարոզի, ես ժամերով կքարոզեի։ Ոչ։ Ունես հիմա ինչ, այդ էլ քարոզի։ Մի ավետարը Փոլ Վոշերը, ոչ թե մեկը հիշեցի, Փոլ Վոշերը այսպիսի բան էր ասում. ես գնում եմ այնտեղ քարոզելու, որտեղ հենց դժվար է, որտեղ հենց բարդ է, այլ ոչ թե գնում եմ այնտեղ, որտեղ որ մի մեծ եկեղեցի ինձ է սպասում, թե ես երբ պետք է մտնեմ, մտե քարոզեմ։ Եվ նույնը վերաբերում է ձեզ յուրաքանչյուրին։ Ոչ թե սպասեք, որ ունենաք մեծ հնարավորություններ, որ այս բան անելու կամ անելու, դու ունես հիմա, արա փոքրը, հավատարիմ մնա այդ փոքրին, եւ Տերը գիտի, երբ քեզ կառաջնորդի արդեն մեծ գործերի մեջ։ Իսկ եթե փոքրի մեջ հավատարիմ չենք, բնականաբար մեծը չի տա։ Եվ տեսնում ենք հակամարտությունը ընդունել որպես մարտահրավեր։ 9-րդ համարը։ 9-րդ համարը, եկեք կարդանք, որովհետև մեծ եւ արգասավոր դուռ է բացված ինձ համար եւ հակառակորդները շատ են։ 4-րդ Աստծո գործը Աստծո եղանակով կատարելու համար հարկավոր է հակառակորդներին դիտարկել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես մարտահրավեր։ Մեր ժամանակներում չկա իրական ծառայություն առանց դժվարությունների եւ այս կամ այն տեսակի հակառակորդների։
Հենց ինքը սատանան է հոգում դրա մասին, շատ լավ է հոգում։ Այն գործը, որ սատանայի թշնամական համակարգի կողմից քիչ դիմադրություն է հանդիպում, քիչ օգուտ է բերում Տիրոջը։ Երբեք մտածել եք դրա մասին։ Քեմբել Մորգանը ասել է, եթե ծառայելիս դիմադրություն չես հանդիպում, դիմադրության, ուրեմն ճիշտ տեղում չես ծառայում։ Դիմադրությունը չէր ընկճում Պողոսին, թվում էր նա նույնիսկ ոգևորվում էր դրանից, գուցե այն պատճառով, որ հասկանում էր, սատանան ամենամեծ դիմադրությունը ցույց է տալիս այնտեղ, որտեղ ավետարանը լավ արդյունք կարող է տալ եւ պետք է ունենա։ Սատանան դիմադրություն է ցույց տալիս այնտեղ, որտեղ վտանգ է տեսնում։ Այն փաստը, որ Եփեսոսում բազմաթիվ հակառակորդներ կային, ինչպես Եփեսացիների 6:12 համարում է նշում, Պողոսի համար պարզապես նշանակում էր, որ իր ծառայության համար մեծ եւ լայն դուռ է բացվել։ Հասկանում եք Պողոսի մտածելակերպը։ Մենք այսօր մեկը մի կողմից մի հատ բան ասում, վայ, ես մեկը սենց, ես քո եղբայրը նենց է, քո քույրը, մենք կոտրվում, ընկճվում, վայ, ես ինչ է լավ, փշրվեց ամեն ինչ։ Ժողովուրդ, դա ուրեմն նշանակում է, որ Տերը գործ ունի անելու, մի հուսահատվեք։ Տեսեք, Պողոսն անտարբեր չէր այն վնասի նկատմամբ, որ սատանան կարող էր հասցնել Աստծո ժողովրդին։ Առաքյալը որոշեց մնալ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը, 8 համարն է ասում, օգնելու Եփեսացի եկեղեցուն պայքարել իր հակառակորդների դեմ։ Եփեսոսում գոյություն ուներ ովքեր կազմակերպված կռապաշտության մի ամբողջական համակարգ, որն իրականացվում էր Դինայի կամ Արտեմիսի հայտնի տաճարներում։ Սեռական անբարոյականության եւ սեռական այլասերվածության ծիսական դրսևորումները, եթե այդ պատմությունը կարդաք, ահավոր են եղել, դուք մենակ իմանաք ինչ են արել։ Ոչ միայն ընդունված կարգ էին դրանք, այլև խրախուսում էին կրոնի անունից։ Ավելին, կային հրյա դիվահարներ, որոնք պնդում էին, թե Հիսուսի անունով դուրս են հանում չար ոգիներ, Գործք առաքելոց 19-րդ գլխում։ Քաղաքը հեղեղված էր ամենատարբեր տեսակի օկուլտիզմով, հեթանոսությունը, կռապաշտությունը, օկուլտիզմը, դևապաշտությունը, սնահավատությունը, անբարոյականությունը, ռասիզմը եւ կրոնական թշնամանքը, հեթանոսները քրիստոնյաների դեմ, հրյաները քրիստոնյաների դեմ, հրյաները ուրեմն հեթանոսների դեմ, այնքան տարածված էր այս ուրեմն բաները, որ դրանք անգամ նորմալ բաներ էին համարվում։ Ասում են դե նորմալ է։ Ահա պատկերացնում եք այդ արանքում քրիստոնեություն էր քարոզում։ Այդ կռապաշտության ահավոր մարդկանց մեջ Պողոսը Հիսուս էր քարոզում։ Ինչ դժվարությունների կհանդիպեր։ Թերևս նոր կտակարանի ժամանակներում ոչ մի եկեղեցի այնքան շատ հակառակորդներ չի ունեցել, որքան Եփեսոսի եկեղեցին, դա իմացեք։ Սակայն Պողոսի համար այդ մեծ առճակատումը մեծ հնարավորություն ընձեռնեց։ Եփեսոսի ժամանելուն պես նա սկսեց իր գործունեությունը ուղղելով որոշ նորադարձների աստվածաբանական պատկերացումները։ Նույնպես տեսնում ենք Գործք առաքելոց 19-րդ գլուխ 1-ից 7 համարներում։ Այնուհետև շարունակելով իր գործունեությունը նա 3 ամիս քարոզեց ժողովարաններում։ Իսկ հետո 2 տարի ուրեմն քարոզեց դպրոցներում, Տյուրանի դպրոցում։ Տեսեք ինչ է ասում 19-րդ գլուխ 8-ից 10 համարներում։ Մի կողմից կար, այդ ճնշումը կար, անընդհատ վարկաբեկելը կար, անընդհատ ինչ ճանապարհներով անցել, պատկերացրեք։ Հիմա Պողոսը բայց կանգ չէր առնում եւ այդտեղից նա կարողացավ անգամ աշակերտներ հանել եւ նրանց 2 տարի սովորացնել։ 19-րդ գլուխ 8-ից 10 համարները։ Եվ նա ժողովարան մտնելով համարձակորեն կներեք 19-րդ գլուխ, ճիշտ եմ կարդում։ Եվ նա ժողովարան մտնելով համարձակվելով խոսում էր նրանց։ 3 ամիս շարունակ Աստծո թագավորության մասին քարոզում եւ համոզում նրանց։ Եվ երբ ոմանք սրտները խստացրին ու չէին հավատում, բազմության առջև
վատաբանելով այդ ճանապարհը վատաբանում են։ Նա նրանցից բաժանվեց, աշակերտներին անջատեց եւ ամեն օր խոսում էր Տյուրան անունով մեկի դպրոցում։ Եվ սա տևեց մոտ 2 տարի, այնպես որ Ասիայի բոլոր բնակիչները, հրեաները եւ հույները Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը լսեցին։ Մենք այսօր ել եմ ասում, մի բան, մի հատ տեսնում ենք, մեզի մեկը մի բան ասում, կամ մեր եղբոր հովի մասին, մենք կոտրվում ենք, ընկնում ենք կասկածների մեջ, ժողովուրդ, հակամարտությունը դա ցույց է տալիս, որ սա արդեն ճշմարտություն է, որի կողմը պետք է կանգնել, այլ ոչ թե կոտրվել։ Ավելի ուշ Պողոսը գրեց Եփեսոսում ունեցած իր փորձառության մասին։ Տեսեք ինչ է գրում երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ 8-ից 10 համարներում։ Երկրորդ Կորինթացիների առաջի գլուխ 8-ից 10 համարները, որովհետև եղբայրներ, չեմ կամենում, որ չիմանաք այն նեղությունների մասին, որ մեզ պատահեցին Ասիայում, թե ինչպիսի ճնշման ենթարկվեցինք, մեր կարողությունից շատ ավելի, եւ նույնիսկ հույսներս կտրել էինք ապրելուց, բայց մենք մահվան վճիռը ընդունեցինք մեր վրա, որ ոչ թե ինքներս մեզ ապավինենք, այլ Աստծուն, որ հարուցանում է մեռելներին, որ մեզ փրկեց այնպիսի մեծ հանցանքից եւ փրկում է։ Շատ անգամներ է եղել, ես ինքս էլ եմ կոտրվել, երբ որ տարատեսակ բաներ եմ լսել, ինչ անպիտան բաներ ասեք լսել եմ, ես էլ իմ մասին։ Բայց հույսս երբ որ դրել եմ Աստծո վրա, ես տեսել եմ, ես վերականգնվել եմ։ Եվ կարող եմ մի կարճ աղոթքի միջոցով, միգուցե երկար աղոթքի, ես մոռանում եմ այդպեսի եւ հասկանում եմ, որ այդպես էլ պետք է լինի։ Հենց այդպես պետք է լինի, որտեղ մենք աշխարհից չենք, աշխարհը մեզ չի սիրում։ Եվ դրա համար այս մարդիկ կլինեն, որ մեզ ամեն տեսակ հարցակումներ կանեն իրենց չար լեզվով, որը դուրս է գալիս սրտից։ Բայց այն չէ, որ Պողոսը չկանխատեսեց դիմադրության հետևանքները կամ անտարբեր էր դրանց նկատմամբ։ Նա ամենևին էլ միամիտ մարդ չէր։ Չի կարելի ասել, թե նա թերագնահատել է կամ հաշվի չի առել իր հակառակորդների կողմից սպառնացող հնարավոր վտանգը։ Ոչ, գրեթե ամեն օր նա նրանց ձեռքով տարբեր տեսակի ցավեր էր կրում։ Եկեք կարդանք հենց 4-րդ գլուխ 8-ից 11 համարները։ Երկրորդ Կորինթացիների։ Ամեն կողմից ասում են նեղված, ամեն կողմից նեղված, բայց ոչ ճնշված, կատարյալ, բայց ոչ հուսահատված, կարոտյալ, բայց ոչ հուսահատված, հալածված, բայց ոչ լքված, զարկված, բայց ոչ կործանված, միշտ մեր մարմիններում Տեր Հիսուսի մահը կրելով, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ, որովհետև մենք, որ ողջ ենք Հիսուսի համար, միշտ մահվան ենք մատնվում, որ Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմնում հայտնվի։ Ինչ փորձություններ եք անցնում, Պողոս, ամեն ինչ, մինչև մահ, ծեծ, ջարդ, հայհոյանք, ամեն տեսակ։ Չնայած այս ուժով ընդդիմությանը, բայց իրականում մասամբ էլ դրա շնորհիվ եւ դրա միջոցով Եփեսոսում Տիրոջ խոսքը մեծ զորությամբ աճեց եւ զորացավ, որը տեսնում են Գործ կառաքելոց 19-րդ գլուխ 20 համարում, եւ այսպես Տիրոջ խոսքը զորությամբ աճում եւ ընդունվում էր։ Պողոս ոնց այդ տառապանքների մեջ, հալածանքների մեջ, նեղությունների մեջ ասում աճում եւ զորանում էր։ Հենց այդ դավադրությունից հետո Պողոսը գրեց Կորինթացիներին ուղված առաջին նամակը եւ որոշեց Երուսաղեմ գնալու ճանապարհին այցելել Աքայում գտնվող Կորինթոսին։ Պատկերացրիք, չէ, երբ ա եղել, ոնց ա եղել այս նամակը գրվել, ինչ պայմաններում ա եղել։ Այնուամենայնիվ, նա դեռ լիովին չէր ավարտել իր գործը Եփեսոսում։ Ակնհայտորեն ի հայտ էին եկել որոշակի նոր հնարավորություններ կամ մարտահրավերներ, այն ինչ նա նկարագրում է որպես մեծ եւ լայն դուռ, որը արդեն ասաց։ Տիրոջ ծառայելու ճիշտ վայրը այնտեղ է, որտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան։ Օրինակ, հուսալքված եկեղեցի, եկեղեցական խումբ, որն Աստծո խոսքը ավելի լավ հասկանալու կարիք ունի, կամ մարդիկ, ովքեր երբեք չեն լսել Աստծո խոսքը, կամ լսել են միայն աղավաղված ձևով, պատկերով։ Հենց այդպիսի վայրերում
Տերը իսկապես կարող է օգտագործել մեզ որպես լավ ճիշտ գործիքներ, եթե միայն հնազանդ լինենք։ Մի իրական դեպք պատմեմ, լսեք, շատ հետաքրքիր է։ Ուրեմն Ջոն Պատոն անունով ուրեմն Շոտլանդիայում համալսարանի ուսանող կար, Աստված նրան կանչեց միսիոներական ծառայության Նյու Հիբրիդներում։ Ուսման ավարտելուց հետո Ջոնն ու նրա կինը մեկնեցին Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան հատված, որտեղ նա սկսեց ծառայել Տանա կղզում։ Գիտեք ինչ կղզի է նա։ Երբևէ լսել եք Տանա կղզու մասին։ Ովքեր են ապրում այդ կղզում։ Մարդակերներ են, մարդակեր ցեղեր են։ Մի քանի ամիս անց նրա կինն ու ուրեմն տեսեք, մանկահասակ որդին մահացան։ Մի քանի ամիս անց ընդամենը։ Եվ քանի որ դժվարություններ կար, մարմինները նա չկարողացավ պարզապես տեղափոխել Շոտլանդիա։ Փաթունը ստիպված եղավ մի քանի գիշեր քնել հենց նրանց գերեզմանում։ Պատկերացնում եք, ինչի համար թույլ չտալու, որ մարդակերները պեղեն, դուրս հանեն ու մարմինը ուտեն։ Ինչի, որտեղ նրանք մահացած մարդու մարմինը արագ հանում ուտում են, քանի դեռ հələ փտման այդ process-ին չի հասել։ Պատկերացնում եք, մի քանի գիշեր քնում է այդտեղ, որ գնացել է ավետարանչության մարդը, բայց տեսեք ինչերի միջով է անցնում։ Գրեթե 4 տարվա ծառայությունից հետո Փաթունը հեռացավ կղզուց առանց որևէ մեկի դարձը տեսնելու։ Պատկերացնում եք, 4 տարի, տառապեց ու տառապեց։ Երեխեքին կնոջն դե մնացին այդտեղ, հեռացավ անհույս։ Երբ եկավ հետ Շոտլանդիա, տարիներ անց ամուսնացավ երկրորդ անգամ։ Ամուսնացավ, արդեն երեխա ունեցավ, մեծացավ ու արդեն սկսեց երեխեն նորից, իր երեխեն հետ եկավ նորից այդ կղզի ու սկսեց ավետարանը քարոզել։ Երբ Ջոն Փաթունը ուրեմն կրկին այցելեց այդ կղզի, արդեն երեխան ընդ քարոզում է եւ այլը, ասեց այդքան իմ երեխու մոտ լինեմ, մի հատ տեսնեմ ինչ է կատարվում։ Նախքին այդ մարդակերների առաջնորդը ասաց նրան. Ես հիմա հասկանում եմ, ողջ այն մարդիկ, ինչ մի 20 տարի բաներ անցել, երիտասարդ են այն ժամանակ։ Ասում է, ես հիմա հասկանում եմ, թե ինչ հզոր բանակ էր այն ժամանակ ամեն գիշեր շրջապատում քո խրճիթը։ Երբ ինքն ապրում էր հենց դրա մեջ։ Դրանք Աստծո հրեշտակներն էին ասում է, որ քեզ պաշտպանում էին մեզանից, թե չէ քեզ եք ուտեինք։ Պատկերացնում եք, նա իրականում պարզվում է մեծ սեր մեր ցանել այդ կղզում, որը կարիք ուներ ջրելու, որն էլ իրականացրեց իր որդին։ Ասում են, որ երբ Ջոն Փաթունը վերջնականապես հեռացավ նոր հիբրիդներից եւ գնաց մեկ այլ կղզում եւս ծառայություն կատարելու։ Եվ հետո նա արցունքներով կարողացավ ասել. շնորհիվ իր եւ իր որդու հավատարիմ ծառայության այս կղզիներում ես չգիտեմ անգամ ոչ մի տեղացու, ով չի դավանում հավատքը առ Հիսուս Քրիստոսի։ Դուք պատկերացնում եք, ամբողջ կղզին է դարձ եկել։ Այնպես որ ամենաանհավատարիմ մարդկանցից եւս ակնկալեք, որ Տերը նրան դարձի կբերի։ Եվ 10-ից 11 համարներում տեսնում ենք ինչը համագործակցության հոգին, ոգին։ Պողոսն օժտված էր համագործակցության ոգով։ Թեև նա առաքյալ էր եւ արժանացել էր Տիրոջից մեծ հայտնություններ ստանալու պատվին, այնուամենայնիվ ինչ էլ որ անում էր, միշտ աշխատում էր այլ քրիստոնյաների հետ կողք կողքի։ Նա երբեք չի եղել այնպիսի գերաստղ քարոզիչ, որ գերիշխեր, գիտեք, իրենց գերիշխեր աստիճանով եւ ցածր նայեր մյուս եղբայրներին, ոչ։ Պողոսը Մատթեոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա։ Մենք տեսնում ենք Գործք 19:22 համարում, իսկ Տիմոթեոսը պետք է մեկներ Կորինթոս, հնարավոր է հենց այս նամակով, որպեսզի կորինթացիներին հիշեցնի Պողոսի Քրիստոսի մեջ ունեցած ընթացքի մասին, որտեղ առաջի Կորինթացիների 4:17-ում ասում է Տիմոթեոսի միջոցով փոխանցում եմ ձեզ այս նամակը։ Առաքյալը մտահոգված էր, որ Տիմոթեոսը կարող է անտեսվել կամ վատ վերաբերմունքի արժանանալ։
Կորինթացիները հպարտ էին, ինքնավստահ եւ համառ։ Եթե նրանք այդքան մեծ չափով ընդդիմանում էին, Պողոսի հեղինակությունը, Պողոսը մտածում է, որ կարող է նույնիսկ ավելի քիչ հարգանք ցուցաբերեն Տիմոթեոսի հանդեպ։ Պողոսը հորդորում է կորինթացիներին Տիմոթեոսին որևէ պատճառ չտալ իրեն անապահով զգալու համար կամ հարգանքի չարժանանալ։ Տիմոթեոսը Աստծո ծառա էր եւ Պողոսի վստահելի ու հարգված համագործակիցն էր։ Ինչը չմերժեին նրան եւ չխոչընդոտեն իրենց շրջանում նրա կատարած աշխատանքը։ Պողոսը առաքյալ էր եւ Տիմոթեոսի հոգեվոր հայրը, սակայն իր երիտասարդ բարեկամին համարում է Տիրոջ հավատարիմ ծառա արտահայտելով ինչպես եւ ես։ Նրանք հավատի մեջ հավասար էին եւ քանի որ Տիմոթեոսը կատարում էր Տիրոջ գործը, նա արժանի էր պատվի եւ հարգանքի, ճիշտ այնպես ինչպես Պողոսը։ Ոչ ոք չպետք է արհամարեր նրան, այսինքն վերաբերվեր նրան արհամարանքով։ Ընդհակառակը կորինթացիները պետք է Տիմոթեոսին խաղաղությամբ հետ ուղարկեին Պողոսի մոտ ոչ թե միայնակ, այլ նաև նշանակված եղբայրների ուղեկցությամբ։ Պողոսը ցանկանում էր, որ Տիրոջ բոլոր ծառաների հետ վարվեին այնպես, ինչպես իր հետ։ Գործք առաքելոց գրքում տեղ գտած միսիոներական ճանապարհորդության մասին պատմություններում մենք կարդում ենք Պողոսի եւ Բարնաբասի, Պողոսի եւ Շիղիայի, Պողոսի եւ Ղուկասի, Պողոսի եւ Արիստարխոսի, Պողոսի եւ Մարկոսի, ինչպես նաեւ Պողոսի եւ Տիմոթեոսի մասին։ Մենք տեսնում ենք այս մարդիկ ինչքան ցածր են թե իրենց գիտելիքով, պաշտոնով, բայց ոնց էր Պողոս իրանց հետ առաջնորդվում եւ իրենց բարձրացնում միևնույն ժամանակ։ Պողոսն իր ծառայությունը միշտ իրականացնում էր ուրիշների հետ համատեղ, բացառությամբ, բանտարկության մեջ անցկացրած ժամանակահատվածում։ Հռոմեացիներին ուղղված թղթում իր ամենախորը եւ աստվածաբանական բնույթի գրքում Պողոսը վերջին գլուխը նվիրում է իր համագործակիցների թվարկմանը, հիշատակելով 24 անձի եւ 2 ընտանիքի, որոնք աչքի են ընկել Տիրոջ գործում, այդ թվում նաեւ քույրերի։ Թե որպես հավատացյալ, թե որպես ծառայող, Պողոսն իրեն սերտորեն նույնացնում էր մյուս քրիստոնյաների հետ։ Նա չէր ամաչում աշխարհիկ որոշ սովորություններ ունեցող մարմնավոր կորինթացիներին հավատացյալ եղբայրներ կամ քույրեր անվանել։ Կամ ասել, որ երիտասարդ Տիմոթեոսը Տիրոջ գործն է կատարում ճիշտ ինչպես ես։ Պողոս, ախր դու առաքյալ ես, կապ չունի։ Գործը նույնն է։ Նա Տիմոթեոսին իրեն հավասար դասեց այնքան փառահեղ էր համարում այդ գործը, որը նրանք կատարում էին իրար միասին։ Պողոսն ընդունում էր իր կախվածությունը ոչ միայն Տիրոջից, այլ նաև այլ քրիստոնյաներից, առավել ևս քարոզիչ եղբայրներից։ Նա ամենևին ինքնաբավ չէր համարում իրեն ծառայության մեջ, թե կարծես գիտեք, ես բավարար եմ, ես ունեմ այդ շնորհն ու գիտելիքները, ոչ։ Նա Եպաֆրոդիտոսին բնութագրում է որպես իր եղբորը համագործակցին եւ զինակցին, ինչպես նաեւ նրանց պատվիրակին եւ իր կարիքը հոգացողին, Փիլիպպեցիների 2-րդ գլուխ 25 համար։ Հովանեսը, ում մենք ճանաչում ենք որպես Մարկոս ավետարանիչը, իր անունը իրականում Հովանես է, ում հարցում Պողոսը ժամանակին խոր հիասթափություն էր ապրել։ Հիշում եք Գործք առաքելոց 15-րդ գլուխ 30 համարներից սկսած տեսնում ենք, բայց հետագայում դարձավ նրա սրտի բարեկամը մեկը, ում առաքյալը հատկապես օգտագործում էր իրեն ծառայության մեջ։ Տեսնում ենք նաև Տիմոթեոսին այդ մասին խոսում։ Նույնիսկ ուրեմն փախստական ստրուկ Օնեսիմոսը, ում առաքյալը բանտում եղած ժամանակ շահեց Քրիստոսի համար, դարձավ պիտանի Փիլիմոնի համար, Պողոսի համար եւ արդեն ստրուկ Տիրոջ համար։ Օնեսիմոսն այնքան սիրելի դարձավ Պողոսի համար, որ առաքյալի խոսքերով ասած այդ ստրուկին
Փիլիմոնի մոտ հետ ուղարկելը նման էր սեփական սիրտը ուղարկելը։ Տեսեք, այսպես է գրում Փիլիմոնի նամակը, գիտենք մի գլուխ է 12-13 համարներում։ Ես նրան հետ եմ ուղարկում, ընդունիր նրան, որ իմ սրտի կտորն է, ում ցանկանում էի ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն ծառայություններ աներ ինձ եւ ի սեր ավետարանի կրած կապանքներից մեջ։ Մենք տեսնում ենք, ասում է ինձ ծառայություն անել։ Պողոսը արդեն իր անձը վստահում էր նրան եւ ուզում էր, որ ավետարանը քարոզելու գործում իրեն սպասավորություն անի։ Այո, Աստված ոմանց կանչում է առաջնորդներ լինելու, իսկ մյուսներին ծառայելու հենց առաջնորդներին, որպեսզի շատ բեռեր վերցվի նրա վրայից եւ շատ բաներ, որ կարող է տվյալ ծառայող անել, առաքյալը չտարվի դրանով կամ աշակերտը, հովիվը եւ այլն։ Երբեմն նրանք, ովքեր ծառայում են առաջնորդներին, դա անում են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Այնուամենայնիվ, Աստված հաճախ նրանց նախապատրաստում է նաև առաջնորդներ դառնալու համար։ Բայց եւ այնպես, ինչպես է լինի աշխատողի դերը, երբ Աստծո գործն իրականացվում է Աստծո սահմանված կերպով, այն միշտ կատարվում է համագործակցության, միասնության եւ փոխկապակցվածության ոգով։ Պողոսն ասում է, նա Տիրոջ գործն է կատարում, չլինի, որ մեկը արհամարի։ Դուք պետք է ընդունեք այն որոշումը, որ Տերն է կայացրել։ Վստահեցնում եմ ձեզ, որ շատ անգամներ ենք տեսել եւ լսել, որ մարդկանց ում քարոզել ես, հոգ ես տարել, բայց ասում են, այս քարոզիչը ավելի լավն է։ Սիրելիս, ուրեմն գնա այդ քարոզչի մոտ, թող նա էլ հոգ տանի քո մասին։ Տերը կամեցել է, որ այս մեկի քարոզչությամբ դարձի գաս, որ նա քեզ հոգ է տանում, բայց 1-2 հոգու սոցիալական ցանցեր լսելով ասում են, սա ավելի լավն է։ Բայց սա սրտի ծուռ դիրքն է, որն արտահայտում է ուղակի խոսքով։ Այսպես է գրում Պողոսը հենց այս Կորինթացիներին։ Տեսեք ինչ է գրում Պողոսը Կորինթացիներին։ 4-րդ գլուխը, ուրեմն տեսնում ենք 15 համարը։ Որովհետև եթե 10,000 դաստիարակներ ունենաք Քրիստոսով, շատ հայրեր չունեք, քանի որ ավետարանով ես ձեզ ծնեցի Քրիստոս Հիսուսում։ Ես ձեզ ծնեցի։ Մենք կարող ենք լսել շատ եղբայրների եւ ավելացնել գիտությունը, որը իրոք շատ լավ է, բայց իրավունք չունենք չհարգելու մեր քարոզչին, հովիվներին, ովքեր տքնում են ուսման եւ վարդապետության մեջ, ինչպես Տիմոթեոսն է ասում։ Եկեք կարդանք այդ հատվածն էլ կարդանք, հա։ Տիմոթեոսին ուղված նամակում առաջի Տիմոթեոս 5-րդ գլուխ 17 համարում։ 5-րդ գլուխ 17 համարը։ Այսպես է ասում. Լավ ղեկավարող երեցները թող կրկնակի պատվի արժանի համարվեն, հատկապես նրանք, ովքեր ծառայում են խոսքով եւ վարդապետությամբ։ Գիտեք, որ կրկնակի պատվի արժանացնելը բնագրում գրված է. ֆինանսներով նաեւ օգնեք ձեր եղբայրներին, որը հաջորդ համարը հենց հստակ ցույց է տալիս, որովհետեւ գիրքն ասում է. կալ անող եզան դունչը մի կապիր եւ մշակն արժանի է իր վարձին։ Հետևաբար տեսեք, մենք նաև պետք է հարգենք, սիրենք եւ հնազանդվենք այն քարոզիչներին, ովքեր ներկա պահին Տիրոջ կամքով եւ նախախնամությամբ մեր առաջնորդներն են, ովքեր միգուցե մեր դարձի պահին մեր կողքը չեն եղել, միգուցե, բայց ներկա պահին մեր հովիվներն են։ Բայց եթե երկուսը համատեղ է, այսինքն նրա միջոցով եւ դարձի ենք եկել, եւ նա էլ հենց խնամում է մեր հոգիները, քարոզում սովորացնում է, առավել եւս նա ավելի հարգանքի արժանի է։ Այսպես է գրում Թեսաղոնիկեցիների նամակում Պողոս առաքյալը։ Առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 12-13 համարները։ Աղաչում ենք ձեզ եղբայրներ, ճանաչեք նրանց, ովքեր գործում են ձեր մեջ եւ Տիրոջ առջև պատասխանատու են ձեզ համար եւ ուսուցանում են ձեզ։ Մեծ սիրով գնահատեցեք նրանց իրենց ծառայության համար, միմյանց հետ խաղաղությամբ ապրեցեք։ Իսկ Եբրայեցիներին ուղված նամակում 13-րդ գլուխ 17 համարում այսպես է գրում.
Լսեք ձեր առաջնորդներին եւ հնազանդ եղեք նրանց, որտեղ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես մարդիկ, որ հաշիվ պիտի տան, որպեսզի ուրախությամբ գործեն, ոչ թե վշտով, քանի որ դա անօգուտ կլինի ձեզ համար։ Այո, Հովվի գործը պատասխանատու եւ բարդ է, որն էլ իրոք արժանի է հարգանքի։ Եվ վերջում տեսնում ենք, կարճ կլինեմ, վերջում տեսնում ենք, որ Պողոս առաքյալը խոսում է ուրիշների կյանքում հոգու առաջնորդությամբ, ուրեմն ինչ անենք, նրանց նկատմամբ ուրիշների կյանքում զգայուն լինելու մասին է խոսում։ 12 համարը։ Նայեք, ես շարունակեմ։ Եվ վերջին սկզբունքը, որն անհրաժեշտ է Աստծո գործն Աստծո եղանակով իրականացնելու համար, զգայունությունն է Սուրբ Հոգու առաջնորդությամբ այլ հավատացյալների նկատմամբ։ Պողոսը համոզված էր, որ Ապողոսը պետք է ուղեկցեր Տիմոթեոսին եւ Երաստոսին դեպի Կորինթոս։ Նա խստորեն հորդորեց Ապողոսին այդպես վարվել, քանի որ համոզված էր, որ դա այն քայլն է, որը Ապողոսը պետք է կատարի։ Ի վերջո նա օժտված էր առաջնորդական հատկություններով, որոնք պակասում էին Տիմոթեոսին, եւ Պողոսին թվում էր, որ Ապողոսը կարող է ամրապնդել այդ խումբը ավելի լավ։ Պողոսը, ինչպես եւ կորինթացիներից ոմանք, կարծում էին, որ Ապողոսն անհրաժեշտ էր Կորինթոսում, սակայն Պողոսը համոզված էր, որ Տերը հրահանգել է իրեն եւս որոշ ժամանակ մնալ Եփեսոսում, ճիշտ այնպես, ինչպես Պողոսը ինքը համոզված էր, որ պետք է ավելի երկար մնար 8-րդ համարում։ Ուստի, երբ Պողոսը ուրեմն առարկեց չցանկանալով այդ պահին գնալ, Պողոսը հարգեց նրա որոշումը։ Նա գիտեր, որ նույնիսկ առաքյալը Աստծո եւ մյուս քրիստոնյաների միջև միջնորդ չէ։ Աստված կարող է շատ անգամներ օգտագործել մեզ իր կամքը ցույց տալու համար, սակայն սովորաբար նա դա անում է ուղղակիորեն մեզ առաջնորդելով։ Երբ ժամանակը գա, երբ դա հարմար լինի նրա համար, Ապողոսը կգնա Կորինթոս, եւ եթե Աստծո կամքը լինի։ Մինչ այդ նա կշարունակի ծառայել այնտեղ, ուր Տերը կուղղորդի նրան։ Սա խոսում է այն բանի մասին, միգուցե դու ունես որոշ նպատակներ, ցանկություններ, այնպես չի, որ քեզ պիտի ասեն, չէ, դու այս բանը sense պետք է անես։ Սա հենց դրա մասին է խոսում։ Ես ունեմ առաջնորդություն, որ ես պետք է գնամ։ Ես հիշում եմ տարիներ առաջ, ես երբ որ մի եկեղեցում էի, ու ես իրոք միգուցե sense ասեմ, ես լավ առաջնորդությունը դեռ չէի հասկանում, շատ կարդացած չէի եւ այլն, բայց ես զգում էի ինչ որ մի բան, որ ես ինչ որ անպատող չեմ մնալու, Մեր քարոզիչը տվյալ անձ ասած գնում են Մունաթով, Զունաթով, ուր է գնում Ռուսաստան, այն մարդ Տերը առաջնորդում է։ Դու ինչ ես հելե մի հատ էլ վիրավորական խոսում։ Եվ որոնցից մեկը հենա մեր արչև մեր պտուղներից մեկը մեր հետո եղբայրը նստած է։ Հասկանում եք, այսինքն սա խոսում այն բանի մասին, եթե մի բանով դու առաջնորդվում ես, դու զգում ես քո աղոթքները ամեն ինչ ցույց է տալի, ուրեմն երկրորդը պետք է խոչընդոտ չլինի։ Աստծո աշխատավորների համար շատ կարևոր է միասին աշխատելը։ Ահա թե ինչ է միասնությունը։ Եթե մենք միավորված ենք Քրիստոսի մեջ, ապա միավորված ենք նաև միմյանց հետ։ Եվ եթե եկեղեցու ողջ իսկական գործը, այսինքն Աստծո գործն է, ապա մենք պետք է աշխատենք նրա հետ միասնաբար, քանի որ նրա մեջ ինչ ենք, մեկ ենք։ Այս համարը ցույց է տալիս Սուրբ Հոգու անհատական առաջնորդությունը։ Սա այն չէ, ինչ որ հիմար բան անցնի մտքներովս, կամ հակառակ, Աստծո խոսքին գործենք ու ասենք, դե Տերն ինձ ասաց, այսօր սիրում են խարիզմատները, ոչ, այլ այն է, երբ գործում ես խոսքին հնազանդությամբ եւ Աստծո Սուրբ Հոգին առաջնորդում կամ արգելում է որոշ տեղերում, որոշ բաներ անել կամ չանել։ Եկեք գործնական քայլերը նայենք եւ ավարտենք։ Առաջին, մենք պետք է ունենանք տեսլական Արքայության ավետարանը տարածելու հարցում։ Պետք է ծրագրեր մշակենք եւ գործենք։ Ծառայության նոր ուղիներ փնտրենք։ Բայց եթե առօրյա կյանքում
հարատև եւ ջանասիրաբար չենք կարդում խոսքը, չենք ուսումնասիրում, աստվածաբանական գրքեր չենք կարդում, աղոթքի կյանք չունենք, դժվար թե կարողանանք տեսլական ունենալ եւ մի հատ էլ գործել Տիրոջ համար։ Այդպիսի մարդը նման է չորացած ծառի, որը չի կարող պտուղ տալ։ Եթե մեզանից մեկը կա այսպիսին, թող վերանայի իրեն եւ աղոթքով ու ծոմով թող վերականգնվի։ Երկրորդ, Աստծո գործի մեջ հարկավոր է ունենալ խորագիտություն, ճկունություն։ Եթե մի բան ծրագրում ենք եւ չի ստացվում, ուրեմն չպետք է կանգ առնել կամ հիասթափվել։ Այստեղ նույնպես հարկավոր է անդադար աղոթքի կյանքը։ Պետք է վստահ լինենք, որ Տիրոջ հետ մեր հաղորդակցությունը գտնվում է առողջ վիճակում։ Եթե այդպես է, ուրեմն Տերը ցույց կտա քո սխալ որոշումները եւ կօգնի քեզ իրականացնել իր կամքը ուրիշ վայրերում։ Երորդ, մեր ծառայության մեջ մենք պետք է լինենք նվիրյալներ։ Սա միայն հովին չի վերաբերվում։ Պետք է անենք մեր գործը նախ ուրախությամբ։ Եթե ունենք այդ ներքին ուրախությունը, որ ես հիմա ինչ որ անում եմ Տիրոջ համար եմ անում, ապա կանենք տվյալ գործը մեծ ուշադրությամբ եւ շարունակական։ Եթե պատրաստ չես շարունակել տվյալ գործը, ծառայությունը, ուրեմն մի էլ սկսի։ Պատկերացրեք, եթե մոտավորապես 3 տարի առաջ, չէ՞, մենք սկսեցինք մեր առաջի Կորինթացիների նամակը։ Պատկերացնում եք, եթե ես հասնեի մոտավորապես 7-8-9-րդ գլխում մի տարի հետո եւ թողնեի։ Այսինքն չշարունակեի։ Պատկերացրեք նաև, երբ որ ես ձեզ հավաքեցի, որ պետք է քարոզենք, այսինքն թեկուզ on-line հարթակում սովորենք, պաշտենք, մեծարենք մեր Տիրոջը եւ պատկերացրեք դուք ինձ հարցեր տակ սկսել եմ, բայց արդեն տրտմությամբ, ձեր հարցերին չպատասխանեմ, խուսափեմ ձեր այդ զրույցները եւ այլն։ Սա նշանակում է ես գործը սկսեցի, բայց չշարունակեցի։ Բայց փառք Տիրոջը, որ շարունակեցինք մոտ արդեն 3 տարի եւ շուտով կավարտենք։ Նվիրված եղեք ձեր սկսած գործին եւ առանց կասկածների եւ լոդրության։ Եվ հիշեք ինչ ասաց Պողոսը 15-րդ գլուխ 58 համարում։ Մի ձանձրացեք, աշխատեք եւ իմացեք, որ Տիրոջ համար արած գործը անպտուղ չի մնա, առանց վարձատրության չի մնա։ Եվ հիշեք, որ քիչ բանի մեջ հավատարիմ է, շատի մեջ էլ է հավատարիմ։ Եթե փոքր բանի մեջ անցնեք փորձառությունը եւ պատվով դուրս գաք, Տերը անպայման կբարձրացնի ձեզ այլ ոլորտներում։ 4. Եվ եթե նվիրված եք ձեր գործին սիրով եւ կան հակառակորդներ, ապա իմացեք, ճիշտ տեղում եք։ Ուրեմն ավելի մեծ ուժով պետք է կարողանանք կրկնակի անել այն, ինչ անում ենք։ Որովհետև եթե հակառակորդը սատանան վտանգ չտեսնի, չի էլ հարձակվի։ Հակառակորդը միշտ էլ հարձակվում է այն մարդու վրա, ով նվիրված է իր ծառայությանը։ Դա կարող է լինել չար լեզուների միջոցով, ովքեր պայքարում եւ ուզում են մեզ համոզել, որ այս բանը սխալ է, որ մենք ինչ որ անում ենք դա ճիշտ չէ եւ այլն։ Բամբասեն, ծաղրեն, հայհոյեն, սխալներ փորձեն գտնել եւ այլ տարատեսակ հարձակումներ։ Դա անգամ կարող է լինել հենց մեր միջից։ Հիսուսը հիշում եք ինչ ասաց. երբ մարդիկ քնած էին, սատանան եկավ եւ որոնց հանեց։ Այնպես որ սթափ լինենք եւ սատանայի եւ նրա զավակներին առիթ ուղակի չտանք։ Բայց հիշենք, որ Տերը մեզ հետ է, Տերը ձեզ հետ է։ Ամեն փորձառության մեջ իմացեք, նա ճանապարհ է հարթում։ Պետք չէ կոտրվել։ 5. Հարգեք ձեր հովիվներին, ընդունեք Տիրոջ որոշումը, որ նա է ցանկացել, որ տվյալ անձը լինի քո հոգեխնամակալը, քո հովիվը։ Մի թերագնահատեք եւ արհամարեք նրան։ Եթե հովիտ չհարգես, չսիրես, մեծ ակնկալիք չունենաս այլ ոլորտներում։ Ինչպես Պողոսն է ասում, նրանք նույն գործն են անում, ինչպես որ Պողոսը։ Հիշեք առաջին գլուխը, երբ Կորինթացիները ծառայողների մեջ տարբերություն էին դնում։ Հիշում եք, ես Ապողոսյան եմ, ես Կեփասյան, ես Քրիստոսյան եւ այլն։ Բայց հիշում եք վերջում Պողոսը ինչ էր ասում նրանց։ Ասում էր ինչ լավ էր, որ ես ձեզ չմկրտեցի, որովհետեւ արժանի չեք այն սուրբ մկրտությանը, որովհետեւ դուք այստեղ արդեն չեք կարողանում գիտակցել,
որ այս մարդկանց միջոցով չեք այս մարդիկ չեն ձեզ փրկություն տվողը, այլ Տերն է, որն էլ որոշել է, որ այս մարդիկ պետք է լինեն քո հովիվները։ Հիմա ինչու եք այդ բաժանությունները բերում, ինչ եք լավ ու վատ անում եւ այլ եւ այլ։ Սա գիտեք, որտեվ այսօր մարդկանց ուշադրությունը ոչ թե խոսքն է, այլ սիմպաթիան է։ Հիմա միգուցե ինձ շատերը չեն սիրում, որ խուճուշ մազեր չունեմ։ Համագործակցության ոգի ունեցեք։ Եթե չգիտեք ինչ անել, ապա շատ շփվեք ձեր հովիվների հետ, եղեք նրանց կողքը, անընդհատ առիթներ փնտրեք, կազմակերպեք, որ շուտ հանդիպեք, որի ընթացքում կաճեք եւ կզարգանա ձեր գիտելիքները եւ կամաց կսովորեք գործել Տիրոջ կամքի մեջ։ Համագործակցեք, կողները եղեք ամեն ինչով, որ հովիվն էլ համարձակ լինի, ոչ թե կոտրված, ոչ, սա է Տիրոջ կամքը։ Սա է, որ դուք իր կողքը պետք է լինեք։ Ինչ է ասում Եբրայեցիների 13:7-ում, որ նրանք ուրախությամբ գործեն ձեր մեջ, որը պտուղ կտա, իսկ եթե տրտմությամբ գործեն, ոչ մի արդյունք չի տա։ Եթե հովիվը կոտրվեց որոշ անձանց կողմից, նրա քարոզների մեջ զորություն չի լինի, սերտողությունը կպակասի եւ աղոթքի կյանքը ձեզ համար կդադարի։ Եվ վերջապես զգայուն եղեք այն հավատացյալների նկատմամբ, սա հիշեք, որ միակողմանի բնույթ է կրում իր մեջ, ինչ նկատի ունեմ։ Այսինքն ես հոգևոր աճ ունեմ, ուրեմն չպետք է անտեսեմ տկարին, այլ պետք է օգնեմ, որ աճի եւ զորանա։ Մենակ մեր մասին մտածողներ չլինենք։ Ես եթե ունեմ արդեն այդ գիտակցությունը, այդ հոգևոր հասակը, ուրեմն ես առանց ակնկալելու արդեն պետք է օգնեմ իմ եղբորը։ Ոչ թե թող ինքն էլ էսպես անի, ոչ, մենք գիտենք, որ ինքը տկար է, թույլ է, ուրեմն եկեք օգնենք եւ զորացնենք։ Ընդունենք նրա որոշումները եւս, եթե եղբայրդ, քույրդ մի բան է որոշել, որը Տիրոջ կամքի մեջ է, ապա մի թող նրան այդ ճանապարհի մեջ մենակ։ Կողքը կանգնիր եւ օգնիր, որ իրականացնի, քաջալերիր եւ մի կոտրիր նրան։ Ասում է, եթե չես կարող օգնես, մի էլ խանգարի։ Ահա այսպիսին է Աստծո գործը իր մեթոդներով կատարելը, որը կունենա հստակ եւ տեսանելի արդյունք։ Տերը ոչ մի տեղ, ոչ մի խոսքում չի ասել, որ եթե իմ մեթոդներից դուրս գործես քո խելքով, կամքով, ես քեզ կօգնեմ։ Ոչ, Աստված ունի իր մեթոդները ամեն հարցում։ Հետևաբար իմանանք, թե որն է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը, եւ այդպես էլ անենք առանց ծուլության եւ երկմտելու։ Տերը օրհնի ձեզ էլ, որ համբերեցիք ինձ այսքան ժամանակ։ Եկեք աղոթք անենք եւ ավարտենք։